Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք News դրատվականի եթերում, հյուրս այսօր հայտնի քաղաքական գործիչ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Հայրիկյան, հրավերս ընդունելու համար։ Այո, դուք հայաստանյան քաղաքական դաշտի հայտնի մեծ քաղաքական անցյալ ունեցող մեր գործիչներից եք։ Եվ ես միշտ հիշում եմ, որ դուք հանդես եկել միշտ հետևյալ կարգախոսով իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին։ Եվ դա իսկապես դժվար է չհամաձայնել, ինչպես ասում են, հա, այդ կարգախոսի հետ։ Բայց ես ուզում եմ այսօր մի քիչ այլ տեսանկյունից այդ խնդրին անդրադառնանք։ Գուցե ժամանակներ են փոխվել, գուցե իրավիճակ է փոխվել, այսօր ինչ պատկեր ունենք, երբ բոլոր ստախոսները պոպուլիստները, արկածախնդիրները այդ դրոշի ներքո, այդ լոզունգի ներքո գալիս են իշխանության, ժողովրդին հազար ու մի խոստումներ են շռայլում, բացարձակապես չեն կատարում այդ տված խոստումները, ճիշտ հակառակը ժողովրդի դեմ քաղաքականություն են իրականացնում, պետականաքանդ քաղաքականություն են իրականացնում, դարձյալ շարունակելով հանդես գալ այդ լոզունգի տակ, որ ժողովրդի իշխանություն են, ժողովուրդը հիշում եք նաև 3 միլիոն վարչապետների մասին, եւ ես ուզում եմ հասկանալ, հա, փաստորեն կարող ենք ասել, որ շատ կարևոր արժեք ժողովրդավարության կարևոր լոզունգ այսօր արժեզրկվել է եւ վկան եւ ապացույցը այսօրվա հայաստանյան իշխանությունն է, որը եկավ այդ լոզունգով եւ ինչ ունենք այսօր։ Ժողովրդավարություն բառը իր մեջ ենթադրում է, որ ժողովուրդն է կառավարում եւ այդ կարգախոսը ոչ միայն Հայաստանում է տարածված, աշխարհի բոլոր ազգերը ընտրություններից առաջ խոսում են դրա մասին, խոսում են, որ իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին եւ իրենց պատկերացրած չափով ինչ որ քայլեր են անում։ Մեր տարբերությունը, ԱԻՄ-ի տարբերությունն այն է, որ մենք արդեն 20 տարի է շրջանառության մեջ ենք դրել ոչ թե կարգախոսը, այլ այդ կարգախոսը իրապես ամրագրող պետական համակարգ ունենալու անհրաժեշտության հարցը։ Բարեբախտաբար, այնպես չէ որ միայն մենք ենք դա ասում, 15 քաղաքական ուժեր, նույնիսկ 16 հիմա ազդարարել են իրենց համաձայնությունը մեզ հետ եւ այստեղ պիտի հասկանալի լինի, որ ի վերջո ժողովրդավարություն կոչվածը կամ մեր սահմանադրության մեջ ամրագրված Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Եթե դա իսկապես այդպիսի բարձր արժեք է, որ դարձել է անփոփոխելի հոդվածի մաս, ինչ շքանով է առարկայորեն դրսևորվում։ Եթե լսում ենք տարբեր տեսակի արկածախնդիրների, ինչպես դուք ասացիք, այո, նրանք ասում են առանց ոչ թե խորանալու այդ բառի էության մեջ, առանց հասկանալու, որ դա պետք է ամրագրվի հիմնական օրենքով։ Մենք դա գտել ենք ձևը, եւ այդ ձևը բավական պարզ կարելի է ներկայացնել, ընդհանրապես մարդկության խնդիրները, ընդհանրապես ոչ քաղաքակրթության զարգացումը հանգում է մի բանի, խտրականություն կա, որևէ խտրականություն, թե ոչ։ Տեսեք, ժամանակին կանանց արգելված է եղել քվեարկել, աղքատներ իրավունք չեն ունեցել մասնակցելու ընտրություններին, այդ բոլորը խտրականության դրսևորումներ են։ Մեզ հաջողվել է գտնել մի պետական համակարգի մոդել, որը արմատախիլ է անում ամենակարևոր հարցում քաղաքական, անգրագետներին բացատրեմ, պետութենական, քաղաքական բառը ճիշտ հայերենում նշանակում է պետութենական հարցերում քաղաքացիների իրավահավասարությունը խախտող դրույթները վերացնելու ուղղությամբ։ Ինչ է այսօր կատարվում, օրինակ մենք հիմա ունենք կայուն մեծամասնություն կոչված դրույթը մեր սահմանադրության մեջ։ Այսինքն այնպեսի բան է մշակել, որը հարմարվում է, ասենք, նախորդները դա մշակեցին, ներկաները, որ իբր թե դրա դեմ պայքարում էին, մերժիր Սերժին կարգախոսով դա որդեգրեցին, յուրացրին, նույնիսկ իրենց հանձնաժողովի կազմից եղած նախաձեռնությունը մերժեցին։ Խտրականությունն է հարցը։ Ժողովրդավարությունը խախտվում է, երբ ժողովրդավարական գործընթացներում կա խտրականություն։ Մեզ հաջողվել է այդ խտրականությունը վերացնել, մասնավորապես Ձեզ հաջողվել է կներեք, որ ասում եք վերացնել որ տեսականորեն, այո, իրականում մեր երկրում այլ իրավիճակ է։ Այո, սահմանադրության մեջ դա կիրառվի, հասարակ մի բան ասեմ, ինչ է նշանակում ներկայացուցչական մարմնում, որը պիտի ընտրվի համամասնական ընտրակարգով, 5% ստացողներին թույլ չտալ անցնել խորհրդարան։ Այսինքն դու ներկայացուցչական մարմինը դարձնում ես երկրի կառավարումը ապահովելու, ճգնաժամերից հեռու մնալու չափորոշիչներով
Այդ նշանակում է ինքը ներկայացուցչական մարմին չի, այլ ինքը նախագահավարական մարմին է, այսինքն իշխանության ճյուղերի տարանջատում չկա։ Մեզ մոտ սկզբունքն այն է, որ ընտրությանը մասնակցող բոլոր մարդիկ, այսպես է, մարդիկ կան, որ չեն ուզում ընտրությանը մասնակցել, մարդիկ էլ կան, ասում են մենք ուզում ենք ընտրությանը մասնակցել։ Եվ եթե մարդիկ մասնակցեցին ընտրությանը, սահմանադրության մեջ էլ գրված է բոլորը հավասար են օրենքի առաջ, այդ մարդիկ բոլորը պետք է ներկայացուցչական մարմնում լինեն։ Ոչ թե իրենց ընտրածների մասն է խոսքը, այլ իրենց մասին։ Իրենք պիտի լինեն իրենց ձայներով։ Հիմա մենք ձևը գտել ենք, մանրամասները չեմ ուզում ներկայացնել, որ որևէ կարգ, որևէ նկատառում, որևէ ինչ-որ լավ հաշվարկ հարմարավետության տեսակետից չպետք է խոչընդոտ լինի այն բանի դեմ, որ քաղաքացիները մնան իրավահավասար ոչ միայն ընտրության օրը, այլև ողջ ընթացքում։ Սա այնքան կարևոր բան է, որ եթե ոչ թե ես Հայաստանում դա առաջ մղած լինեի, այլ որևէ մեկը քաղաքակից երկրում մի քանի տարում միանգամից չէր լինի, որովհետև դժվար է համոզել քաղաքական գործիչներին, որ ձեր հարմարավետությունը մոռացեք եւ հիշեք ֆրանսիական հեղափոխության պարտադրած քաղաքական միավորումները մարդու իրավունքների համար են։ Այստեղ մարդու իրավունքների հարցում վերանում է խնդիրը։ Հիմա դա Նիկոլենց էլ է տրված նախագիծը։ Իրենք, գիտեք, այնպես չի որ իրենք հասկացան, որ դա վտանգավոր է իրենց ասած իշխանությունը պատկանում է ժողովրդին տեսակետի համար։ Դրա համար պարտակում են։ Արդեն 4-րդ անգամ բան է արված, ներկայացված է իրենց, մենք նույնիսկ դա համարում ենք արդեն իրենց իսկ ընդունած նորմատիվ ակտի խախտում, չնայած նորմատիվ ակտը այլ ավելի լուրջ խախտում ունի, Նիկոլ Փաշինյանի ընդունած վերջին որոշումը, որ պետք է նոր սահմանադրություն ընդունել, ինքը այդ որոշումը առանձին հրամանագրով կամ առանձին նորմատիվ ակտով չի որոշել, այլ ժամկետ անց 2022-ից 2023 թվականի հունիս գործող փաստաթղթում է հավելում կատարել։ Այդ արդիվ ես բողոք եմ ներկայացրել դատախազությանը, երկրորդ անգամ արդեն հիմնավոր դատախազությունը ուղարկել է քննչական կոմիտե, այս 2 օր եթե պատասխան չլինի, ուրեմն դատախազությունն էլ դարձել է հանցակից, վաղը եթե մենք կապրենք որպես ազգ, այդ բոլորը պիտի դատվեն, դատախազուհին էլ նույնպես պիտի լինի բանտախցում պարտակելու համար։ Ինչ հանցագործության կոնկրետ կամ ինչ ուժերի դրդմամբ է Փաշինյանը գնում այդ հանցագործության։ Մենք ակնհայտ կարող ենք ասել, որ այդ պահանջը եկավ Ադրբեջանից եւ այո, Ալիևի պահանջի կատարման հետ գործ ունենք, նոր սահմանադրության այս փոփոխման այդ հարցը մոգունվեց, մեջտեղ բերվեց։ Երբ որևէ մեկը համարձակվում է խոսել հանցագործության մասին, ինքը պիտի շատ հիմնավոր խոսի։ Արդյոք Ալիևից անմիջական հրաման է ստացել Նիկոլը ապացուցել հնարավոր չէ, բայց որ Ալիևը այդպեսի դրսևորում թույլ է տվել, բոլորս գիտենք։ Սակայն այստեղ մենք պիտի երբ հանցագործության մասին ենք խոսում, քրեական օրենսգրքի հոդվածները մատնանշենք։ Կա իշխանավորի անփութություն, դա մինչև 2 տարվա կյանք է նախատեսում։ Կա իշխանության չարաշահում, դա մինչև 5-ից երբեմն երբ լուրջ հետևանքներ ունի, մինչև 10 տարվա է հասնում։ Կա ապօրինի աշխատավարձներ տալու, կա ապօրինի աշխատավարձ ստանալու, սրանք քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ են։ Եվ եթե մենք արդեն ես ինձ թույլ տվեցի ասել հանցագործություն, նկատի ունեմ իրավական ակտը նույն օրենքն է, որովհետև իրավական ակտը ընդունվում է սահմանադրության եւ օրենքների հիման վրա, պարզապես նա հաճախ ունենում է ժամկետներ։ Այդ ժամկետների խախտումը նշանակում է իրավական ակտի խախտում։ Այդ իրավական ակտով ընդունված որոշման չկատարումը համարվում է իշխանության չարաշահման միջոցով միանձնյալ, այսինքն ապօրին չէ որ դու երբ ստեղծում ես հանձնաժողով, վճարում ես աշխատավարձներ, դա նաև պետության հաստվող ծանր վնաս է եւ այդտեղ գալիս ես ապօրինի աշխատավարձներին։ Կոնկրետ կարող եմ ասել ամսաթվերով նույնիսկ 20 թվականի փետրվարի 12-ին որոշվել է, որ Հայաստանը պետք է մինչև հունիս ամիս ունենա սահմանադրության նախագիծ 20 թվականի պատկերացրեք։ Եվ հետո ընթացքում մինչև հունիս ամիսը դա օրենքը թույլ է տալիս ապրիլ ամսին իրենք կատարել են փոփոխություն այդ փաստաթղթում ժամկետը ավելացվել է մինչև սեպտեմբեր է տեղափոխվել մինչև պատերազմի սկսելը դա էլ չի կատարվել հետո իրենք պատերազմով են արդարանում այսինքն ընդունվել է իրավական ակտ այլ իրավական ակտի մասն էլ կարող ենք խոսել պայաստազոր ստեղծելու մասին իրավական ակտը որ նույնպես խախտվել է այդ բոլոր խախտումները նշանակում կարևոր չի գիտեք որ ինքն է հեղինակը իրավական ակտը նշանակում է օրենք որը պետք է կիրառվի իրավական ակտ է վերջո եւ այդ իրավական ակտի չկատարվելու դեպքում պետք է նախապես դու հայտարարես չկարողացանք այս պատճառներով
եւ դադարեցնես։ Չես դադարեցնում, շարունակում ես։ 22 թվականին արդեն ընդունվում է նոր իրավական ակտ։ Տեսեք, երրորդ անգամ արդեն նույն թեմայով աշխարհի որևէ երկրում սահմանադրական բարեփոխումների հետ այսպես չեն խաղացել։ Տրվում է 1 միլիոն աշխատավարձ ամեն հանձնաժողովի ամեն անդամի։ Մի կարևոր բան ասեմ, պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Վարդան Այվազյան հրապարակավ հայտարարեց. այդ հանձնաժողովում աշխատող իրավաբաններից ոչ մեկին չենք ճանաչում որպես իրավաբան։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում։ Այսինքն ինքը գտել է խամաճիկներ, որոնց մեր հաշվին տալիս է աշխատավարձ, ապօրինի աշխատավարձ, դա նույնպես ծանր հանցագործություն է։ Նրանք ստանում են եւ դառնում կամակատար։ Օրինակ նրանցից որևէ մեկը չընդվզեց կամ հրաժարական չտվեց, այս վերջին կազմից, երբ Նիկոլ Փաշինյանն ասեց. ես կարծացի հայեցակարգ եւ որոշեցի, որ պիտի նոր սահմանադրություն ընդունենք։ Պիտի ասեն մեզ ինչ ես հավաքել։ Այս հանձնաժողովը ստեղծված է նրա համար, որ մենք տանք հայեցակարգ եւ դու դա հաշվի առնես։ Դու հանկարծ կարդում ես եւ ինքնուրույն որոշում ես ոչ ոք մարդկության պատմության մեջ միայն են բացարձակ բռնակալներն են ասել։ Որոշել է փոփոխություններ կատարել, բարեփոխում կատարել, նորն եմ ընդունում։ Բայց չեք կարծում, որ հենց այդ դիրքերից է հանդես գալիս բոլոր հարցերում Փաշինյանը միանձնյա որոշումներ, գրեթե բոլոր հարցերում կարող ենք բազմաթիվ օրինակներ բերել։ Այդ թվում նաև սահմանադրության, եւ եթե դուք խոսում եք սահմանադրության հետ կապված, ընդհանրապես դուք փորձառու եք այդ առումով շատ տարիներ զբաղվել եք այդ հարցով, կառավարման համակարգ պիտի փոխվի, եթե նոր սահմանադրություն է մեջտեղ բերվում։ Ինչ համակարգ են այս մարդիկ փոխում։ Դուք ասացիք այն, ինչի մասին ես ուզում եմ խոսել, շնորհակալ եմ։ Իսկապես նոր սահմանադրություն աշխարհի բոլոր երկրներում, գրեթե բոլոր, գրեթե ասում եմ ապահովության համար։ Եթե 100 երկրում նոր սահմանադրություն է ընդունվել, ապա այդ սահմանադրությունը անմիջականորեն առնչվել է նախ եւ առաջ կառավարման համակարգին։ Եթե կառավարման համակարգը դու հավանում ես, այսինքն այն որ ասում է մերժիր Սերժին, այդ ժամանակ ճակատից գրեցիր ստոր ստախոս, որովհետև դու Սերժին չես մերժել։ Սերժ Սարգսյանին դու մերժում ես միայն մի բանի համար, սահմանադրության համար, որով ինքը իր իշխանության ժամկետը երկարացրել է։ Դա լոզունգ էր, որով եկավ այդ մարդը իշխանության։ Բայց ի վերջո փաստ է, չէ՞ որ մերժիր Սերժ Սարգսյանի սահմանադրությունը իր հիմնական կարգախոսն էր։ Հիմա այդ սահմանադրությունը դու ուզում ես պահել, բայց ասում ես այսինքն այդ կառավարման համակարգը ուզում ես պահել, բայց խոսում ես նոր սահմանադրության մասին։ Հիմա գիտեք մենք ես սա շատ եմ ասել քննադատել, էլի կարող ենք խոսել ու քննադատել, խոսքը ավելի շատ պիտի վերաբերեն նրան ինչ անել։ Ինչ անելու դեպքում էլ գրագետ բոլոր քաղաքական գործիչները, նաև նախագահները, մենք ունեցել ենք նաև անգրագետ ու իդիոտ նախագահներ։ Դրանք պետք է հավաքվեին, ասեին, գիտեք, այն մարդը ում մենք մեր իդեալն ենք համարել, ասել են, այն մարդը ում մենք համարել ենք համար մեկ քաղաքական գործիչը, ամեն մեկը ինչ որ բան ասել այդ ոտյամբ։ Կարող եք ձեր ծանոթներին հարցնել, հանրային խորհուրդը ստեղծվում էր, որ Հայրիկյանը լինի ղեկավարը։ Ես հրաժարվել եմ, ասել եմ, ես գործիչ եմ, եւ ես գիտեմ ինչ պիտի արվի։ Հանրային խորհուրդում ես անելու բան կարող է ունենամ, բայց խորհրդակցել, քննարկել, ես գիտեմ, որ պետք է իշխանությունը պատկանի ժողովրդին եւ դրանով մենք ոչ միայն Հայաստանի հզորությունն ենք տասնապատկում, այլ աշխարհում ենք դառնում ենք թիվ 1 քաղաքակիրթ ազգը։ Հիմա այդ պայմաններում իրենք երբ գիտեն, որ ազգը խնդիրների առաջ է կանգնած, պիտի հիշեն։ Սրանից առաջ մենք ինչ լուրջ խնդիրներ ենք ունեցել։ Չենք եղել միջազգային իրավունքի ենթակա։ Դուք հասկանում եք, մենք ասում ենք անկախություն, պարզեցնում ենք, բայց անկախությունը նշանակում է դառնալ միջազգային իրավունքի ենթակա, այսինքն կենցաղային մակարդակից, որտեղ ռուս գուբերնատորը կամ թուրք վիլայետի պետը պիտի որոշեր, թե դու ինչ պիտի անես։ Դու ես դառնում որոշող։ Եվ այդ գործում ոչ թե դրանցից մեկն էլ ես եմ։ Ես եղել եմ առաջնորդը 1968 թվականից, երբ ԱՄԿ ղեկավարները ձերբակալվեցին, դրանից հետո իրենք այլևս ԱՄԿ-ի հետ գործ չարեցին։ Ես ղեկավարել եմ այդ կառույցը եւ մենք ունեցել ենք պետականությունը ի վերջո մեր ծրագրով իրականացել ենք։ Եթե մեր պատմության մեջ տասնյակ այսպիսի դեպքեր լինեին, ես հանգիստ կնայի, բայց հիմա եթե իրենք չեն ասում, ես ոչ պետք է լռեմ այն ճշմարտության մասին, որ ինձ է վերաբերում։ Հիմա այդ մարդը իրենց կողքին է եւ ասում է, տեսեք, ես չեմ ասում ես դառնամ վարչապետ, բայց ասում եմ, այսպեսի համակարգ կա, 15 կուսակցություններ միացել են, համախմբվեք սրա շուրջ, որովհետեւ սրա շուրջ համախմբվելով 3-4 ամսվա ընթացքում ոչ միայն Նիկոլ կամ որևէ ուրիշ մարդու որ նրա տեղում կլինի, հեռացնում ենք, այլ փոխում ենք սահմանադրությունը եւ նոր ընտրություններ են կազմակերպում։ Այս մի քանի տարի է դա հստակ ասվում է, բայց իրենք կամ ուզում են, որ Նիկոլը մնա, որովհետեւ Նիկոլի պայմաններում իրենք ինչ որ օգուտներ ունեն, չգիտեմ։ Պարոն Հարգյան, ինչպես պետք է իրականացվի այդ փոփոխությունը, վերջո իշխանությունն է, չէ՞, ձեռնարկում այդ գործընթացը, ոչ։ Իշխանությունը ընդունել է որոշում իրավական ակտ, որում ասված է աշխատանքները պետք է կատարվեն հրապարակավ։
Սահմանադրական Բայց բարեփոխումներ։ իշխանությունը չպետք Հա, է իշխանությունը պիտի ստանա նրանցից նախագիծը, բայց այդ հրապարակը նշանակում է վերաբերում է բոլորիս։ Երբ մենք մեզ վերաբերողը չենք հետամտում դիրանալ դրան, կամ այնտեղ կա նաև պետք է բոլոր նախագծերը քննարկվեն։ Երբ ամեն մեկը իրենով է զբաղված, դուք լսել եք, որ երբևէ խորհրդարանական ընդդիմության որևէ падգամավոր խոսի սահմանադրության մասին։ Այսինքն նախ պետք է ընդդիմադիր հատվածում այդ հարցը քննարկվի, էփվի, Ներկայացվի ինչու քանի չի արվում։ Ճիշտ եք ասում, դա կա պատրաստի նախագիծ, բացարձակ ժողովրդավարություն անունով, որոշ բթամիտների ասեն, որ ասեն, բացարձակ ոչինչ չկա, որ ասում են, միանգամից կտրում եմ, ասում եմ, իսկ բացարձակ դիկտատուրային ինչի է համաձայնվում։ Ինչի է համաձայնվում, որ կարող է քաղաքագիտության մեջ լինել բացարձակ միապետություն։ Այս տերմինը վերցված է քաղաքագիտությունից եւ ուզում է արտահայտել, որ հնարավոր բոլոր տարբերակների մեջ ամենաշատ ժողովրդի մասնակցություն ապահովող տարբերակն է։ Ուրեմն իրենք պետք է առաջարկություններ չեն ներկայացրել, իրենք ասային, գիտեք, մենք տեղեկացել ենք, որ 10 քանի կուսակցություն նախագիծ է ներկայացրել, ինչու չեք քննարկում, ձեզ պատրաստի հայեցակարգ է ներկայացվել, այսինքն սահմանադրական բարեփոխումը կարգին երկրներում արվում է նրա համար, որպեսզի մարդու իրավունքները ավելի ընդգծելի դառնան։ Հիմա այդպեսի նախագիծ է ներկայացվել, ինչի չեք քննարկում։ Ինչու չեն քննարկում, օրինակ ձեր մեկնաբանությունը որն է խորհրդարան ընդդիմությունը ինչու չի քննարկում։ Խորհրդարանական ընդդիմությունը հետին նկատառումներ ունի երևի կամ էլ բթամիտ է կամ էլ նախանձոտ, ստոր, ասենք ոնց Հայրիկյանն է ասել, մենք չենք ասել։ Լավ էլի հոգնեցինք Հայրիկյանից։ Ազգային բանակ Հայրիկյան, անկախության Հայրիկյան, անկախություն հանրաքվեի ճանապարհով Հայրիկյան հոգնեցինք։ Մարդկային է, բայց դա չի արդարացնում։ Իրենք հոգնեցին, բայց ես ինչ է ուրանամ, իրենց հաճոյանալ համար ուրանամ են ճշմարտությունները, որոնք իմ ազգին կարող են պիտանի լինել, տեսեք ինչ պիտի արվեր։ Պիտի ընդհանրապես այս հարցի շուրջ, մյուս հարցերում տարաձայնություններ ունենք, մնում ենք։ Համախմբվում ենք եւ ամեն շաբաթ հաշիվ պահանջում միասնական ուժերով, ամբողջ ընդդիմությունը։ Այսինքն Նիկոլը 20%-ով կարող է իր խաղը խաղար, բայց ամբողջ ընդդիմությունն ասում է, ասին մենք ուզում ենք, որ քննարկեք, իսկ ինչու չեն քննարկում, ձեր հարցին մի քիչ ուշ եմ պատասխանում, որովհետեւ այս նյութը անառարկելի է։ Այսինքն այն ինչ տրվում է, դուք պատկերացնում եք հասարակ բան, վարչապետը ընտրվում է ժողովրդի կողմից։ Եթե ժողովրդի կողմից չի ընտրվում, ժողովրդավարությունը կիսվեց։ Մեզ հիմա կես ժողովրդավարություն է պետք, թե 100%-անոց։ 100%-անոց ընտրվում է 2 տարով, սխալ պահեց իրան 2 տարի հետո հեռանում է։ Քաղաքացին մասնակցեց ընտրության, ինքը տեսում է, թե իր ձայնը մինչև ուր հասավ։ Ի վերջո որ падգամավորի մոտ է, եւ այդ падգամավորը ինչպես է քվեարկում, որովհետեւ падգամավորները գիտեք, քվեարկում են ոչ թե մեկ ձայնով։ Այստեղ բայց հարցը հետեւյալն էր. ընդամենը 2-3 շաբաթվա ընթացքում կարելի էր ծնկի բերել 100,000 մարդ պետք չի, ամեն քաղաքական ուժ տալիս էր 15-20 հոգի, գնում էինք արտարադության նախարարություն, ասում ենք դու տղամարդ ես կամ կին ես, հարճ ես, թե ինչ ես, քո խնդիրն է։ Մենք իրավունք ունենք մասնակցելու այս աշխատանքներին մեր առաջարկություններով։ Մեր առաջարկությունը ինչու՞ չես քննարկում։ 1, 2, 3 ստիպված պիտի քննարկեին։ Քննարկեին պիտի ընդունեին, չէին կարող չընդունել։ Այսինքն բաց թողումները ընդդիմության հատվածում մենք քննադատում ենք իշխանությանը, դա ահավոր բաներ են անում, այո, եւ ուղղակիորեն այդ դուք ասում եք դեռ պիտի հասկանանք Ալիևի ցանկությունն է կատարում թե չէ, բայց երբ որ փաստերը իրար դիմաց ենք դնում, ակնհայտ է պահանջները գալիս են այնտեղից, Ադրբեջանը օրակարգը թելադրում է, այս մարդիկ ասում են այո, այդ թվում համաձայնել են նաև սահմանադրություն փոխել, հետեւաբար ասել, որ այդ պահանջի ներքո չի, այո, եւ անկախության հռչակագրից հրաժարվել եւ այլն, բայց այդ ամենի հետ միասին մենք չենք տեսնում անհրաժեշտ քայլեր ընդդիմության կողմից, որը կկանխի այդ հակապետական գործողությունները, որ իրականացնում է իշխանությունը, սա է անհասկանալի։ Դրա համար երբեմն սկսում ենք մենք արդեն քննարկել, լավ, ունենք, եթե օտարի օրակարգը իրականացնող իշխանություն, ապա ինչպիսի ընդդիմություն մենք ունենք։ Ուրեմն տեսեք, չի կարելի ասել, չէ, որ ընդդիմադիրները որպես կանոն իրենց լավ չեն պահում։ Այդպես չես կարող ասել։ Իրենք փորձում են լավ պահել։ Այդ դեպքում մնում է մեկ այլ շեշտադրում։ Եթե դու ներկայացուցչական մարմնում ունես քաղաքական ուժ, ներկայացուցչական մարմինը նաև օրենսդիր մարմինն է։ Ուրեմն քո գործունեությունը հիմնականում օրենսդրականն է եւ նաև վերահսկողականը։ Եթե դու օրենքներով պիտի զբաղվես, ինչ ես խուսափում հիմնական օրենքից։ Չէ՞ որ օրենքներով ես զբաղվում, ուրեմն նախ զբաղվիր հիմնական օրենքով։ Խոսեն ամեն ինչի մասին, երբեմն արդարացի։ Պետք է խոսեն, բայց ինչի չեն խոսում հիմնական օրենքի մասին, որովհետև իրենք ինչու չեն խոսում ուրեմն։ Ինչու։ Այս հարցի պատասխանը իրենք կարող են միայն տալ, որովհետև ինձ մնում է ասել, որովհետև իդիոտ են։
Գուցե իրենց համար էլ ձեռնտու չի փոփոխությունը։ Այո, բայց ես չեմ ուզում ասել իրենք իդիոտ են, բայց այդ դեպքում պիտի ասեմ սրիկա են։ Նիկոլին ծախված են։ Հիմա ոչ նա եմ ուզում ասել, բայց փաստը մնում է փաստ։ Օրենսդիր գործիչը, եթե հիմնական օրենքը անտեսում է, զբաղվում է ուրիշ բաներով, ինքը կամ իդիոտ է կամ սրիկա։ Լավ, պարոն Հարիկյան, տեսեք, իմ տեղը չգիտեն, լավ, իմ տեղը չգիտեն։ Այն առաջինները գիտեին, որ հենց վտանգավոր բան կար բարետ նշանակելու, որ հետո էլ բամբասեն թե այս արեց։ Փոխանակ ասեն, տեսեք, փախստականներին պաշտպանելու համար զոհեր տվեց, եւ այդ դրանից հետո չի հեռանում, որ մենք չենք պաշտպանել։ Իրենք պիտի պաշտպանեն, չէ՞, դա 90-ականների կողով եք ասում, հա։ Ասում են, հետո եկավ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, սահմանադրական բարեփոխումները տեղս չգիտեին, խնդրում աղաչում էին, որ համաձայնիր վարչապետ լինել, ասում են, չէ՞ պետք։ Սահմանադրություն պիտի ունենանք կարգին, այն ժամանակ դարձած սահմանադրական բարեփոխումների։ Սերժ Սարգսյանն այդ հանրային խորհրդի մասին որ ասում, բոլորն էլ իմ տեղը գիտեին, այն ժամանակ ամեն առիթով դիմում էին։ Ել չեմ խոսում ներբերանքների մասին։ Բայց հիմա ինչ է պատահել։ Պարոն Հարիկյան, դուք հաճախ եք խոսում, միշտ եք խոսել, հիմա էլ խոսում եք, նորից շատ կարևորում եք ժողովրդավարությունը։ Տարիներով ձեր կյանքի մեծ հատվածը հենց այդ պայքարին։ Շատ ճիշտ եք, մի բանով լրացեմ, տեսեք հասանարան դեռ 20 տարեկան հասակում, որ անկախություն դարձյալ ժողովրդավարության միջոցով, հանրաքվեի ճանապարհով։ Բայց հիմա մի բան ուզում հարցնել։ Այ հիմա տեսեք, իրավիճակներ են փոխվել։ 21-րդ դարում համաձայն չեք, որ այսպես քողը մի կողմ գնաց եւ մենք տեսանք, որ գոյություն ունի կեղծ ժողովրդավարություն, ինչը առավել վտանգավոր է, որովհետեւ ինչպես ասում են, իշխանությունը պատկանում է ժողովրդին այդ կեղծ լոզունգի տակ, ոչ թե կեղծ լոզունգ, այլ կեղծարարները այդ լոզունգի տակ իրենց նպատակներին են հասնում իշխանության գալով եւ չծառայելով ժողովրդին։ Նույն կերպ ժողովրդավարության անունը տալով կեղծարարները քանդում են պետություն։ Ես կուզեմ, որ դրա մասին չեք կարծում, որ կան լոզունգներ, որոնք եթե ձեր տարիներին դրանք եղել են, այո, իսկապես իրականություն է եղել, մարդիկ հավատացել են, պետությունները, ժողովուրդները փորձել են գնալ այդ ճանապարհով, բայց հիմա ինչ-որ միացած բան է փոխվել, իրավիճակ է փոխվել աշխարհում, այդ նույն ժողովրդավարական երկրներում էլ ենք մենք տեսնում ահավոր կեղծարարություն։ Ի վերջո մենք կարող ենք ասել, որ չկա այսօր մաքուր ժողովրդավարություն, իսկ Հայաստանը այսօր կեղծիքի մեջ է խրված, անունը դրել են, բայց իբր ժողովրդավար բաստիոն ենք։ Եթե դա ինչ որ դուք ասում եք, ես ասեմ, հաստատեմ, ընդհանրապես կդառնամ ձեր տված գնահատականին հավանություն տվող, բայց ընդհանուր առմամբ ոչ թե քաղաքական գործիչ, այլ ասեք ուսով զբաղվող մարդ, ասենք քաղաքական տեխնոլոգ, քաղաքագետ, լավ է որ կան այդպիսի մարդիկ։ Այնքան տարողանակ հարց տվեցիք, որ ես նախ պիտի ասեմ, երբ ժողովրդավարությունը դառնում է խաղալիք, հենց այդտեղ է որ պետք է ճշմարիտ ժողովրդավարություն։ Եվ իմ ասածը այնքան հեշտ է, ես պիտի բանաձևը մի փոքր բացեմ։ Երբ խոսում են մենք ժողովրդավարական ենք, անգլիացի ասենք հետս խոսում են, բայց ավելի լավ է ամերիկացիների մասին խոսեմ, որտեղ իրենց հետ, իրենց բարձր մասնագետների հետ, մասնավորապես Շվարց քննարկել եմ։ Ուրեմն ասում եմ, տեսեք, եթե բանաձևն ունենք, բանաձևում ինչ արդյունք որ ստացանք, բազմապատկվում է 100-ով, որպես իմանանք թե քանի տոկոսանոց է։ Եթե գործադիրի ղեկավարը ընտրվում է ժողովրդի կողմից, ուրեմն դա 1 միավոր է։ Եթե ժողովրդի կողմից չի ընտրվում, կիսվեց, դարձավ 0.5 միավոր։ Միայն վարչապետի մասով, ուրեմն Հայաստանը արդեն 50%-անոց ժողովրդավարություն ունի։ Համակարգը, խորհրդարանական համակարգը ինքնին դրան է նպաստում։ Չէ, որովհետև համակարգը աղբ է։ Բայց ես հիմա թվերով եմ ասում, խորհրդարանական համակարգում ժողովրդի չի մասնակցում, ժողովրդի իրավունքը հանվեց, ուրեմն կիսվեց։ Եթե ընտրվում է 1 տարով, 2 տարով, որտեղ մենք աշխարհի գոյություն ունենք, նույնպես համարվում է 1 միավոր, մեկը բազմապատկած 1-ով, 1։ Ուրեմն ընտրվել է վարչապետը եւ ընտրվել է 2 տարով։ Նշանակում է 100%-անոց ժողովրդավարություն է, առայժմ գործադիրի մասով եմ ասում։ Եթե ընտրվում է 3 տարով, 20% պակասում է։ Եթե ընտրվում է 5 տարով, արդեն դառնում է 40% ամեն 10% իջնելից։ Գումարած խորհրդարանը, այսինքն դա հետո բազմապատկվում է խորհրդարանի թվով։ Խորհրդարանը եթե ունի այնպիսի կառույց, որ բոլոր ընտրությանը մասնակցած մարդկանց ձայները անցնում են պարլամենտ, դա 100%-անոց, այսինքն 1 միավոր է համարվում։ Բայց եթե մեծամասնական համակարգով է ընտրվում, այսինքն մենք ինչ ենք անում, ունենում ենք բանաձև, ցանկացած երկրի ընտրակարգը վերցնում ենք, օրինակ դատավորները ընտրովի են 1 միավոր, ընտրովի չեն կես միավոր։ Հայաստանը այդ բանաձևով դառնում է 10%-ից ցածր ժողովրդավարություն ունեցող։ Այսինքն ես գտել եմ մի բանաձև, որով մենք կարողանում ենք աշխարհի բոլոր պետությունների ժողովրդավարականության մակարդակը արտահայտել թվերով։ Եվ հետո ասում ենք, ինչու է քո մոտ ժողովրդավարությունը
ցածր։ Դու ասում ես իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին, բայց ինչ ես համաձայնվել, որ քո մոտ լինի համակարգ, որ 20% է։ Չէ՞ որ եթե քո վարչապետ ընտրովի լինի, միանգամից կդառնա 40%։ Եթե ընտրվի 2 տարով կդառնա արդեն 60%, օրինակի համար եմ ասում ես բանը։ Դեռ այդ բանաձևով արտահայտվում է։ Ուրեմն ձեր ասածը, որ ժողովրդավարությունը շարքում է, հատկապես 20-ական թվականներին Հայաստանի մեղավորությամբ։ Տեսեք, միջազգային իրավունքը իր տեղը զիջեց ուժին եւ բանը այնտեղ հասավ որոշ պարագաներում դեռ ամբողջությամբ չի նահանջել, որ Ալիևը նույնիսկ ասաց, չէ՞, ժամանակները փոխվել են, արժեքները փոխվել են, հիմա ուժով են հարցերը լուծվում։ Եվ այդտեղ մենք հայերս մեղավոր ենք, ոչ միայն արդարացրեց իրեն, տեսեք, արցախցիներին այնտեղից հանեցին, հետո ուկրաինական պատերազմը սկսվեց, այսինքն զենքի ուժով կարելի է հարց լուծել։ Մենք ինչ որտեղ միջազգային մակարդակով բացասական դեր կատարեցինք ու դա բնականաբար կարող է դեռ զարգացումը շարունակելով պատտվելով հասնել մեզ։ Մի անգամ մեզ հաջողվել է, առանց ավելորդ համեստության ասում եմ։ Ուրեմն ժողովրդավարության բացակայությունը կամ ինքնորոշման իրավունքի անտեսումը հանգեցնում է ցեղասպանության։ Սա իմ խոսքերը չեն, սա նշանավոր ցեղասպանագետների խոսքերն են։ Այսինքն ցեղասպանությունը այնտեղ է լինում, որտեղ առաջին ժողովրդավարությունը մարդու իրավունքներն անտեսվում են եւ երկրորդ ազգային ինքնորոշման արդյունքը համարվում է 10-րդական։ Եվ դա ախր անտեսվում է հենց այն նույն արևմտյան, չէ՞։ Ներողություն, այդպես մի ասեք։ Երկրներից եւս այդքան երկրներ կան աշխարհում այսքան երկրներ կան, աչք փակեցինք մենք, ոչ թե նրանք։ Չէ, բայց իրենք էլ մենք նորմալ հայտարարություն տեսանք Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Գերմանիա, որը կասեր Ալիևի կձգեր, Ալիևի ձեռքերը կփակեին։ Երբ դու ասում ես մենք պիտի հաղթենք ու չես դիմում աշխարհին հենց սկզբից, որ մենք ունենք բանաձևեր, որտեղ կոչ է արվում խաղաղ ճանապարհությունների միջոցով հարցեր լուծել, բացառելով պատերազմը։ Դու չես ասում, չէ՞։ Ուրեմն դու նպաստում ես, որ պատերազմը դրա փոխարեն հայտարարում ես, պիտի հաղթենք։ Հետո էլ մի օր վեր ես կենում դավաճանելով ռազմական ամենամեծ գաղտնիքն ես հայտնում, ասում ես ով տանը ինչ ունի վերցրեք վազեք ռազմաճակատ։ Դա նշանակում է դու հակառակորդին տեղեկացրիր, որ դու արդեն պարտվելու նախաշեմին ես։ Դրանից հետո հակառակորդը բնականաբար պատերազմը որտեղ բազմաթիվ բաղադրիչներ ունի։ Հիմա դեր հարցը ավելի վերաբերում էր բուն ժողովրդավարությանը, հենց ժողովրդավարության նկատմամբ արհամարական վերաբերմունքով էլ սկիզբ են առնում զանգվածային մարդկանց իրավունքների ոտնահարումները։ Եվ այստեղ է որ մենք հայերս կարող ենք շատ մեծ դեր ունենալ նախ մեր ներուժը բացահայտելու գործում, հետո նաև աշխարհին օգնելու, բայց ամենակարևորը այստեղ այն է, երբ որևէ ժողովուրդ ունի խնդիր, որևէ ժողովուրդ, այդ խնդիրը սկսում է նրանից, որ այդ ժողովրդի ճակատագիրը տնօրինելու իրավունքը ժողովուրդը չի տնօրինում։ Այդ տեսակետից ժողովրդավարությունը մի հիմնարար բանալի է։ Եվ ես պատահական չի, որ դրա մասին խոսում եմ։ Եվ բացի այդ, քանի որ գիտեմ, որ աշխարհում բոլոր քաղաքական գործիչները մտածում են ավելի շուտ ինչպես ընտրվելու եւ ինչպես հեշտ կառավարելու հարմարավետության մասին, նրանց այնքան էլ չի հետաքրքրում ժողովրդավարությունը։ Այնքան էլ չի հետաքրքրում բացարձակ ժողովրդավարություն ասել։ Իրենք այդ որպես բառակույտ օգտագործում են։ Բայց իմ ես բանաձևը, եթե Հայաստանում ընդունվեր, Հայաստանը կդառնար աշխարհի ամենաօրինակելի ժողովրդավարական երկիրը։ Բայց կգնահատվի ընդհանրապես աշխարհը ուզիչ գնահատի, որտեղ աշխարհի բոլոր ընդդիմադիր ուժերը ի տարբերություն մեր ըստ տկարամիտների, նրանք մտածում են ինչն է բացասականը, բայց չգիտեն, ինչն է վատը, որ մենք չենք կարողանում։ Տեսեք ինչն է ստիպում սոցիալիստներին ու պահպանողականներին դաշինք կազմել կոալիցիոն կառավարություն ստեղծել։ Ինչ որ բան է ինչի, չէ՞ որ իրենք սկզբունքներով իրարամերժ են, բայց գնում են եւ այստեղ իրենք ստանում են լուծում, հայերը գտել են։ Սա շատ լուրջ քաղաքակրթական ներդրում է եւ ես չեմ վախենում դրա մասին ասել, որովհետեւ ավելի ոչ պակաս կարեւոր բան արել եմ ժամանակին աննկատ անտեսանելի։ Գիտեք, սովետական միությունը այդքան ազգեր ուներ, չէ՞։ Այդ բոլորը հավաքվել ինձ են ընտրել նախագահ։ Հա, բայց ինձ թվում է հիմա ժամանակը փոխվել է վատ իմաստով։ Հա, վատ իմաստով, վատ տեղաշարժեր կան, բայց ժամանակը չի փոխվել։ Ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ դրանց կարևորությունը մանավանդ քաղաքական իրավունքների մեջ ֆրանսիական հեղափոխությունից նա գաղափարը չի նահանջել, նահանջել է կիրառումը։ Հիմա եթե մեկ օրինակ բերեմ գաղափարի նահանջի, հա, կիրառման, գուցե ճիշտ եք, ձեր տերմինն ավելի ճիշտ էր, կիրառման առումով նահանջի հետ հստակ գործ ունենք։ Արևմուտքի այդ ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից խոսող կառույցները, համակարգերը չեն տեսնում Հայաստանում ինչ է կատարվում։ Դուք բանաձևումը տվեցիք ժողովրդավարության, հա, բանաձև
բանաձևումը չափման միավորներով, ես կեղծ ժողովրդավարության բանաձևումը տամ կոնկրետ օրինակով։ 2 օր առաջ մի խումբ թաղապետի, հա, եւ ԿՊ-ական մտերիմ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ համարվող թաղապետի անդամներով ծեծի ենթարկեցին ընդդիմության ակտիվիստին։ Թե ինչ է ասե, վատ է արել, թե ինչ, բայց իրենք մի բառ պիտի օգտագործեմ, ներողություն եմ խնդրում, բայց ոչ հայերեն բառի համար, սամասուտ իրականացրեցին, ջարդեցին, ծեծեցին, հիվանդանոց հասցրեցին այդ մարդուն, որովհետև իրենց համար ոչ հաճելի բան էր ասել, բայց կա իրավունքի դաշտ, չէ՞։ Եվ այդպես շարունակ, կամ ասենք խորհրդարանի խոսնակ ազգային ժողովի նախագահ ունենք, որը խնդիրները լուծում են, ներողություն եմ դարձյալ խնդրում, քաղաքացու դեմքին թքելով։ Եվ բազմաթիվ օրինակներ, նրանց ընտանիքի անդամներից սկսած, ծնողներից սկսած, այս ծեծկրտուկը կամ մարդու նսեմացնելը գաղափարներին հակադիր այլախոհ լինելու համար, այս ամբողջը չի տեսնում կամ ընդդիմադիր հատվածի ցույցերի ժամանակ ծեծու ջարդը այդ ժողովրդավարական կառույցներում չէին տեսնում, որ իրենք էլ իրենց հերթին են ծածկադմփոցանում, երբևէ չենք լսել, որ ասեն Փաշինյան, ես ինչ ես անում։ Բայց նախկինում ասում են, չէ, նախկին իշխանությունների ժամանակ ինչ է կատարվել ըստ ձեզ։ Իրենց հետ է համագործակցում, Փաշինյանը։ Երբ եվրոպացին լսում է, որ մեկ այլ պետության ղեկավար ասում է, որ այս ինչ պետությունը կամ նրա մի մասը պիտի դառնա մեր մասը, նա Հայաստանով զբաղվելու ժամանակ չունի։ Նա մտածում է ինչպես բացատրեմ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին, որ նույն գաղափարը կարող է ավելի նուրբ արտահայտել, ասել, որ գիտեք, ճիշտ կլինի, որ Գրենլանդիայում հանրաքվե լինի եւ նրանք տեսնես գուցե ուզենան միանալ Ամերիկային կամ Մեքսիկայում։ Կոպիտ չասես էլի պիտի միանա, մեկ է քուացելով չի լինի։ Այսինքն նրանք ունեն իրենց խնդիրները, իսկ այստեղ ինչպես մեր գործիչների մեկն էր ասում, մի ուչաստկովի հարց է, ուչաստկովի հարց չի, մի քանի ուչաստկովիների հարց է։ Մենք եկեք չշփոթենք աշխարհը ժողովրդավարական լինելով հանցագործներից չի ազատվում։ Ժողովրդավարության նույնիսկ կայացած օրինակ իմ առաջարկած բացարձակ ժողովրդավարության պայմաններում էլ մարդիկ կլինեն, որ կասեն, քանի որ պարլամենտ չանցած падգամավորը իր ձայները փոխանցելու իրավունք ունի, արի կաշառեմ գնեմ։ Բայց այդ կաշառողը հանցագործ է։ Նրա համար կա քրեական օրենսգիրք։ Այո, շատ տխուր են այդ երևույթները, շատ լավ կլիներ, որ հենց իշխանավորները իրենք դատապարտեին ու սահմանազատվեին, բայց այնպեսի բաներ են իրենք դատապարտեցին եւ շարունակում են կոնկրետ այդ մարդը պաշտոնում մնալ։ Դրանք մեր ներքին իրավական համակարգի խնդիրներն են։ Եվ եթե մեր ներքին իրավական համակարգը լավ չի աշխատում, այդտեղ այս այն դեպքն է, որ նախ եւ առաջ ընդդիմադիր դաշտում հայտնված ուժերը պետք է միասնական գնահատական տային։ Օրինակ, այ մի կողմից հայտարարություն եղավ դրա վերաբերյալ, ավելի ճիշտ նախագիծը տպագրվեց, որ պետությունը բռնությամբ հարցեր լուծելը պետք է համարի ամենավտանգավոր բանը, բայց լավ կլիներ, որ ասենք քաղաքական ուժերը այնքան սերտ համագործակցության մեջ լինեին, որ նույնիսկ իշխանակիրն անգամ իր ներսից ասեր, ինչ է կատարվում, բայց եթե անբարոյականացրել են, այստեղ մենք արտասահմանից պիտի չսպասենք, կան հարցեր, որ մենք պիտի քննարկենք։ Շատ կարճ, եթե կարելի է հետաքրքիր է ինձ միշտ դա ուզում եմ այդ հարցի պատասխանը ձեզանից ստանալ։ Լավ, նախկին իշխանությունների ժամանակ եթե մի բան էր լինում, տարիներով դա զեկույցներ էին գրում, հա, միջազգային կառույցները այդ, չգիտեմ, այնտեղ հիմա էլ կգրեն տարիներով գրում էին անընդհատ, մենք վերլուծում ենք, անդադ խոսում ենք։ Հիմա Փաշինյանին բացարձակ չեն ուզում ինչ որ մի կոշտ խոսք ասել, աչքիդ վերևը հոնք կա ժողովրդի ասած, այսինքն հովանավորվում է։ Չէ, Փաշինյանի մասին որոշակի հենց այդ ուժերի կողմից, որոնք ժողովրդավարության այսպես բանով իբր թե բերեցին նաև իրենց։ Ես բազում անգամներ տեսել եմ, թե ինչպես են հենց քաղաքական պետական գործիչները տարակուսանք հայտնում Փաշինյանի, բայց կա այսպես կոչված էթիկայի հարց, որ ասենք նախընտրում են փակ դռների հետևում թեթևակի նրբորեն ակնարկել, բայց իրենք պետք է մենք չմոռանանք, որ բոլորն ունեն իրենց շահերը։ Դրա համար իրավապաշտպան կառույցները, նաև տեսեք մարդու իրավունքների եվրոպական դատարանը, դրանք իշխանական լծակներից առանձնացված են, որ չենթարկվեն ազդեցության։ Իսկ քաղաքական իշխանությունները, տեսեք, նույն Ռեյգանի ժամանակ Ռեյգանը միջնորդում էր, պահանջում էր, որ Հայրիկյանին ազատ արձակեք, իսկ ուրիշ եվրոպական երկրներ, Գերմանիա եւ այլն անտարբեր էին։ Հիմա ես համարեի, որ գերմանացիք պակաս հետո, բայց հետո երբ հայտնվեցի Եվրոպայում, գերմանացիները, հենց գերմանական պարլամենտականներ ինձ եվրոպական պարլամենտում ելույթ ունենալու հարցում օգտակար եղան։ Դժվար է ասել, պահ կա, որ իրազեկման հարց է։
բայց մենք պիտի նկատի ունենանք, որ մենք անելու բան ունենք։ Ներսում մեր։ Մենք, ասենք այդ տեսակ հարցերը դրանք ներքին իրավական հարցեր են, բայց ես այն չեմ ուզում ծայրահեղության հասնել, որովհետև մենք որքան էլ որ դժգոհում ենք, համատելիս ավելի վատ բաներ ենք տեսել։ Դե իհարկե տեսել ենք, 96 թվականի տեսեք 96 թվականի այդ այլանդակությունները կազմակերպողները ազգային հերոս են, 98 թվականին տեղի ունեցած զոհ գնացած մարդը եղել է այն մարդը, որ ասել է, որ զոհ գնացածներից ասել է, որ պիտի ԱԻՄ-ը չանցնի պարլամենտ։ Այսինքն հիմնական պարլամենտական ուժով երկու պարլամենտներում եղած պիտի ԱԻՄ-ը չանցնի, թե չաշխատել չեմ կարող։ Այսինքն մենք ունեցել ենք երևույթներ կամ հիշում եք, որ 91 թվականին ԱԻՄ ուզում էին փակել, ինչի թե մենք ուզում էինք, որ ազգային բանակ լինի եւ հայ տղաները չգնան ծառայելու։ Հիմա դա մոռացել են, որ Վազգեն Սարգսյանին համարում են բանակի հիմնադիր, բայց պարլամենտում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեզ քննադատում էին, ուզում էին ԱԻՄ-ը փակել, հատուկ որոշումով վերջո նախազգուշացում ձևակերպեցին։ Ընդամենը հայ երիտասարդներին ռուսական բանակ չուղարկելու պահանջի համար։ Այսինքն ես որ երբեմն համեմատում եմ այդ ժամանակաշրջանը, մի փոքր բան հանգստանում եմ, որ կարողացանք այն ամենավայրագ ազգավնաս բացահայտարվող քայլերից հեռու մնալ։ Բայց հասել ենք մի շրջանի, հիմա հասել ենք մի շրջանի, որտեղ տեսեք այդ նույն բաները կարող է արվում են ավելի նենգ ձևով։ Բայց երբ ավելի նենգ ձևով են արվում, այդ դեպքում դու պիտի արդեն ոչ թե արձագանքող լինես, ամենակարևորը որ պիտի արձագանքող չլինենք, այլ լինենք նախաձեռնող։ Նախաձեռնող։ Եվ հիմա ես կուզեմ անդրադառնանք ներքաղաքական դաշտում վերջի շրջանին քաղաքական օրակարգ բերված ակտիվ այդ նախաձեռնության մասին, impeachment, հա, խոսենք Փաշինյանին անվստահություն հայտնելու այդ առաջարկի մասին, որ հնչեց արթուն ենք շարժման նախաձեռնողներից համակարգող Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանն է, հասարակական քաղաքական գործիչ, ակտիվ այդ օրակարգը շրջանառեցին, բայց շատ կարևոր մի բան, որ դա բոլորիս համար հասկանալի է, որ դա հենց խորհրդարանում եւ խորհրդարանի ընդդիմության կողմից պետք է որպես նախաձեռնություն մեկնարկը պիտի տան իրենք, բայց ինչ է ասում Հայաստան խմբակցությունը, ասում են ԿՊ-ական պատգամավորներին չենք կարող բերել, եթե այդպիսի նախաձեռնություն եք դուք անում, ուրեմն այդ հարցը լուծեք, ձայները ապահովեք, ասում են 8 ձայն է պակասում, մենք 28 ունենք, եթե ուզում եք, որ այդպիսի բան անենք, 8 ձայնը ապահովեք, այսինքն դրսի արտախորհրդարանական այդ ուժերին են, մարդկանց են ասում, երբ որ դա իրենց գործառույթն է, եւ ասում են փողոցը գեներացրեք, որովհետեւ ի վերջո իրապես այդ գործընթացները impeachment եւ փողոց պիտի միասին լինի, ես հիմա ձեր կարծիքը իհարկե կլսեմ, դուք նախ ինչ կարծիքի եք, impeachment-ի գործընթացը պետք է հիմա պետք չէր, հնարավոր է, հնարավոր չէ, ի վերջո, ինչ է կատարվում, ինչու դա բերվեց օրակարգ։ Ես գիտեք, բնական եմ համարում, որ ինչ-որ մարդիկ իրենց տեսակետն են արտահայտում, որ պետք է այս բանը արվի կամ արվի։ Ընդհանրապես միշտ մի քիչ վերապահովում եմ վերաբերել նրանց, ովքեր ասում են, որ դու ես ինչ բանը պիտի անես։ Ես իմ ամբողջ կյանքում իմացել եմ, թե ես ինչ պիտի անեմ։ Թեկուզ մեր մենակ եմ եղել, նույնիսկ մտերիմներս շատ ահավոր ճնշումների պատճառով հեռացել են ինձնից, ես այն ժամանակ իմացել եմ, թե ես ինչ պիտի անեմ, իրենց չեմ էլ ասել, գիտեք ինչ կա դուք ես պիտի անեք, եմ պիտի անեք, երբ իրենք ինձ հետ են ասել եմ։ Հիմա այստեղ ինչ որ մարդիկ ասում են պարլամենտական ընդդիմությունը սա պիտի անի։ Այդ նա ում որ իրենք հաստատագրում են սա պիտի անեն, նա էլ ասում է մենք չենք կարող անել։ Նրանք էլ են ճիշտ, նրանք էլ են ճիշտ, ոչ մեկին մեղադրել չես կարող ես դեպքում։ Բայց impeachment-ը հենց իսկապես պետք է անի ընդդիմությունը, որտեղ դա իրենց Դե հա, բայց եթե մարդիկ ասում են չեն կարող անել, ինչ ասես չկարողացիր, մարդն ասում է մենք չենք կարող անել։ Ուրեմն մի ասեք, որ դուք մի դաշտ ձեզանով արեք, փակեք կարողացողների դիմաց, օրինակ այդպես են ասում։ Հիմա տեսեք, ինձ համար ես սրան նայում եմ, սա մանկապարտեզ է թվում ինձ, որովհետև այս պետական համակարգի պայմաններում խոսել նման գործառույթների մասին նշանակում է այնքան էլ լավ չհասկանալ, թե պետական համակարգը ինչ խարդավանքներով է ներծծված եւ նախապատրաստված։ Դրա համար ես ամեն ինչ դնում եմ մի կողմ, ասում եմ եկեք շատ արագ աշխատենք սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ, որովհետեւ կա հանձնաժողով, որ իր աշխատանքները վատ է կատարում, կա իրավական ակտ, այդ իրավական ակտերի հիման վրա ոչ թե այդ որ ասում եմ փողոցը քաղաքացիներին գեներացրեք, չէ, ընդամենը մի քանի 100 մարդ, բայց հետևողականորեն։ Եվ դրան ազդեցությունը կտեսնեք ինչքան ուժեղ կլինի, երբ որ ոչ թե այս 15 ուժերի հետ էլ ես խնդիր ունեմ, որ ասում եմ 15-16 ուժ, նրանք համաձայն են ինձ հետ առանձին, բայց որ իմանում եմ, որ պիտի ասենք
գա ռուսամետ, մյուսը գա եվրոպամետ, ասում են չէ, մենք իրար կողք չենք կանգնի։ Եվ ամենակարևոր հարցը դրա համար ես անուններ այնքան չեմ շեշտում, բայց եթե հավաքվեր նու գոնե կեսը գրանցված քաղաքական ուժերի եւ պայմանավորվենք, որ ուրիշ տեղին չուզում եք խոսեք, ստեղ իրար հետ չեք վիճում։ Մենակ էս հարցն ենք քննարկում։ Դա էլ չի ստացվում, փաստորեն։ Չէ, մարդիկ նախ չեն գալիս։ Տեսեք 10 ինչի պիտի 16-ը լիներ Հայրիկյանի կողքին։ Ախր սա այն մարդն է, որից էլ չեք կարող ունենալ։ Ինչով է այն մարդը, ոչ թե ես։ Եղել է մի մարդ, որը տվել է գաղափար, անկախություն հանրաքվեի ճանապարհով, որը բոլորդ մերժել եք, բոլորդ նկատի ունեմ լսողներին։ Ընդամենը 4 հոգի են ինձ միացել։ Նույնիսկ իմ ամոկայական ընկերներն ասել են, չէ, վտանգավոր է։ Ստեղծվել է ԱԻՄ-ը, իդեպ ասեմ, ԱԻՄ-ը Հայաստանի եւ Սովետական միության ամենահին կազմակերպությունն է, Արդարադատության նախարարությունը համարձակվեց մեր 29-րդ համագումարը համարել, որ տեղի չի ունեցել, որովհետեւ ապրիլի 1-ին գաղտնի օրենք են ընդունել, որ պետք է իրանց էլ տեղեկացնենք, մենք հայտարարություն տվել ենք, բայց վերադառնամ թեմային։ Պատկերացրեք, թե ինչ դավադիր, ինչ փոխանակ ասեն, սա առաջի ծնծաղիկն է եղել։ Հիմա ինչի սկսեցի դրանով։ Հետո կարողացել եմ Ղարաբաղ կոմիտեի մարդկանց, որ չէին էլ գիտակցում, որ Արցախյան շարժումը ինքնորոշման հիմնադրումով էլի մերն է։ 87 թվականին Հայաստանից ինքնորոշման գաղափարը տարածվեց ամբողջ Սովետական միության մեջ, նաև Արցախում։ Ուրեմն նրանք ասեցին, հա, վայ իսկականից անկախությունը կարևոր է։ Եկան, չէ՞։ Եվ ես ստացել եմ 2.400.000 ձայն։ Ես չէ, իմ գաղափարը։ Հիմա էլ ես չեմ ասում ինձ ձայն տվեք։ Ինձ պետք է, օրինակ, վախկոտ մարդու ձայնը։ Իմ ինչին է պետք է, իմ կյանքով հանգիստ ապրում եմ, թող ինքը իրենով ապրի։ Բայց ուզում եմ, որ այդ վախկոտ մարդը դաստիարակվի իրեն ուժ զգա երկրի տերը ու վերափոխվի։ Հիմա այդ 2.400.000 ստացած մարդը կանգնած, ձեզ ասում եկեք ես գաղափարի շուրջը մի հատ համախմբվենք առաջ գնանք։ Սրանք մոռանում են իրենց հայրերի, պապերի դասերը։ Չեն ուզում գալ, լսել մի հատ, հասկանալ, որ ճանապարհ կա, եւ այդ ճանապարհը 4 ամսվա ընթացքում եւ իմպիչմենթի հարցեր ուծում, եւ մյուս բոլոր հարցերը։ Պարոն Հարկյան, չէ՞ կարծում, որ հենց այդ համախմբումն է, որ չի տեղի ունենում։ Տեսեք, դուք ասում եք սահմանադրության հետ կապված եք առաջարկում համախմբում։ Երբեմն ճիշտ է, որ համախմբումը չի լինում։ Իմպիչմենթի պարագան է, ձախողվում է։ Մենք արդեն նկատում ենք, որ սա դառնում է արդեն այսպես հիվանդություն, ընդդիմադիր դաշտը անկարող է համախմբվել։ Սկսել եւ ձախողվել։ Իսկ ես մի գործ չի ասացի, որ ծրագիր է ներկայացվել, ինքը չի ընդունել, նեղվեց, վայ, ոնց կլինի ծրագիր է ներկայացվել։ Ես ծրագիր չեմ ընդունում։ Ես ամեն անգամ որ 10 հոգի հավաքվում եմ, մտածում եմ մեկը մի խելոք բան կարող է ասել, թեկուզ դպրոցական։ Ու նրանից բան սովորեմ։ Իսկ հիմա այստեղ այդ համախմբվելու համար երբեմն կա, գիտեք, որ մարդիկ հասունացած չեն գաղափարի համար, բայց երբ դու ունես նպատակ ու այդ նպատակիդ հասնելու ճանապարհ է առաջարկվում, որ իր մեջ ներառում է եւ նոր կարգին սահմանադրությունը, եւ Հայաստանի միջազգային վարկի բարձրացումը, եւ Հայաստանի բոլոր ոլորտներում հզորացումը, որովհետեւ քաղաքացին տանտեր որ դառնում է, փոխվում է վերաբերմունքը տան նկատմամբ։ Էլ չեմ խոսում այն բանի մասին, որ նոր ընտրություններ։ Եկեք այստեղ, ձեզ հատուկ չեմ ասում ես ընտրվեմ, բայց ես ասում եմ անպայման պիտի ժողովուրդ ընտրի։ Ոչ ոք չասի, մարդիկ ընկած առաջնորդ են փնտրում։ Դա էլ մի խեղճության դրսևորում է։ Այսինքն այնպես են կոտրել մարդուն, որ նա չի հավատում, որ ինքը իսկապես դրության տերն է։ Հիմա եթե լսեն, կրկնում եմ, այն մարդ, որ 2.400.000 ձայն է ստացել իր գաղափարի համար եւ դեռ իրենց կողքին է, պիտի մտածեն, այս մարդու ասածը մի հատ լսենք։ Իսկ եթե մեծամիտ մեռնում են կամ ծախված են, նախկինում եղել են գործակալ կամ հետին նպատակների են ծառայել, նրանք պարզե որ կաշկանդված են։ Ես հանգիստ եմ նայում դրան, բայց ձևը կա։ Չէ, բայց մտահոգ իսկապես սա լուրջ խնդիր է մեր, մենք երկար ժամանակ այս վիճակի մեջ կշարունակենք անընդհատ մնալ, մենք երկիր կկորցնենք, որովհետև մեր ներսում այո, մենք կորցնենք ամեն ինչ։ Դե որովհետև մեր ներսում այդ համախմբումը չկա։ Տեսեք, իմպիչմենտ էր, գաղափար էր, առաջարկվել էր, այդ տղաներն էլ նաև առաջարկում էին։ Նրանք էլ ասեցին չեն կարող։ Չէ, տեսեք, կարելի էր, չէ, բայց ասեցին, չէ, տեսեք ինչն է, ինձ համար կարևորը հետեւյալը, բարիկադավորվեցին։ Այսինքն եւ սկսել են հիմա իրար հարվածել։ Կարող էին գնալ, դուք ասում եք, չէ, սահմանադրության փաթեթը դրել եք, ասում եք, եկեք քննարկենք։ Ժողովուրդ, եկեք նույնիսկ Նարեկ Մայլյանն ասում էր, մեկ բաժակ գարեկ ջրի շուրջ, եկեք նստեք քննարկենք, հա։ Չեկան, մերժեցին, ինչպես կարելի է մերժել, ասենք, թշնամուն հակառակորդին։ Եթե դիմադիր դաշտը։ Բայց համաձայն չեք, որ երբեմն բարեկամ թվացողը կամ նույն դաշտում գտնվողը կարող է անել առաջարկ, որը դու տեսնում ես, որ դրանով դու տապալվելու ես, դրա համար
չես ընկալում։ Այսինքն, ահա, շատ կարևոր բան ասացիք, այսինքն Հայաստան խմբակցությունը ներքին վտանգ վախ զգաց, որ ինքը չի կարողանալու դա իրականացնել, հա։ Եվ տապալվելու է, եւ դրանից հետո ասելու են, բա այսքան տարիներ այնտեղ ինչ էի կանում, չէի կարողանում մի 8 ԿՊ-ականի բեկոր կոնել, հա, ԿՊ-ից մի բեկոր պոկել կամ չեք կարողանում ճիշտ գեներացնել փողոցը, տանում պտտում էիք, 3 տարի պտտեցիք, հետո ասեցիք գնացեք տուն, ասեք, հետո մեղադրեք ժողովրդին։ Բայց մենք քննադատելով որևէ բանի կհասնենք, չէ՞։ Հիմա ինչ պիտի բանենք։ Ես ուզում եմ հասկանալ։ Հանգիստ ասում եմ, կրկնում եմ, ասում եմ, ինչ որ ասել եմ։ Դե դուք ասում եք համանadrության փաթեթի շուրջ, դա էլ են մերժելու։ Ստեղծված մերժում են, այո։ Ստեղծված է հանձնաժողով եւ այդ ստեղծված հանձնաժողովը բոլորի համար է ստեղծված, ոչ թե Նիկոլ Փաշինյան անձի համար։ Այդ հանձնաժողովը պետք է քննարկի բոլոր առաջարկները եւ պետք է աշխատի հրապարակավ։ Շատ հանգիստ ամեն կուսակցություն լիազորում է 5-10 հոգու, ընդամենը 400-500 հոգի։ Եվ ամեն շաբաթ պահանջում ենք ես ու դնում ենք ստիպում ենք, որ իսկ այս նախագիծ ինչի՞ չեք քննարկում։ Ձեզ ներկայացված է նախագիծ։ Հենց չքննարկեցին այդ ժամանակ այն երկրները, որ դուք ասում եք, որ անտարբեր են եւ այլն, նրանք մի օր ասել են, լսի Նիկոլ, հասկացանք, հազար բան, բայց քեզ նախագիծ են տվել, ինչի՞ չես քննարկում։ Չեն ասում, ինչի՞ չես ընդունում։ Ինչի՞ չես քննարկում։ Գոնե կարելի է։ Հենց այդ քննարկումը, որ դե ես դա բանալի է, բայց դրա համար ինձ պետք է որ անունները չտամ լավ, ուզում եմ անուններ տալ, ում հետ որ խոսել եմ, պարլամենտական անդիմությունից, խոսել եմ, բացատրել եմ։ Համաձայնվել են թե կքննարկեն, կմտածենք, հետո անհայտացել են։ Չեմ մեղադրում։ Իրենք, որովհետև իրենք առանձին քաղաքական ուժ են, իրենց հաշվարկներն ունեն։ Այդ հաշվարկները կարող են նույնիսկ իրենցնա չլինեն, իրենց տերերին ինչ որ մեկին լինեն։ Բայց հիմա իրենք էլ այդպեսին են։ Ես չեմ կարող բոլորը իմ նման լինեն, բայց եթե իրենք խոսում են ինչ որ նպատակի մասին, պետք է լինի ծրագիր այդ նպատակի իրականացնելու։ Դուք չեք սարսափում են մտքից, որ իմպիչմենտ անելուց հետո ինչ պիտի լինի։ Իմպիչմենտն արեցինք, հաջողվեց, տապալվեց եւ Ալեն Սիմոնյանը դարձավ կամ այնտեղ ուրիշ ջահելներ կան, չէ՞։ Չէ, բայց մենք ոչինչ քայլ չանելով սկսում ենք կանխավ արդեն ասել, որ հնարավոր չէ։ Չէ՞ որ օրինակ կար մի փուլ, երբ որ ներսում էլ ինֆորմացիա կար, որ որոշ ԿՊ-ականներ ասում են ակտիվ եղեք, մենք ինչ-որ պահի դուրս կգանք կամ կմիանանք։ Իրենք էլ են մարդիկ կան այնտեղ, ընկել են կրակը, հա, որտեղ Նիկոլ Փաշինյանը իրենց դեմ կոմպրոմատներով հստակ աշխատում է։ Գուցե կարելի է իսկապես ճիշտ քաղաքական, ճիշտ քայլերով իրավիճակ փոխել։ Եթե դու ոչինչ չես անում, եթե դու ընդամենը ամեն երեքշաբթի պարզապես հայտարարություններ ես հնչեցնում, ամեն չորեքշաբթի Նիկոլ Փաշինյանի լրագրողական հարցեր ես ուղղում, ես ուզում հասկանալ իմաստը։ Մարդիկ կան պարլամենտում, որ ասում են հարցեր չենք տալիս, որովհետև շահեկան չեն հարցեր տալը։ Դե այդ մարդկանց դուք ուզում եք գործել։ Բայց կներեք, չէ, բայց ես ուզում եմ, որովհետև ես ձայն եմ տվել այդ մարդկանց։ Ես որպես քվե մանդատը, չէ, այդ մարդիկ իմ եւ իմ նման բազմաթիվ մարդկանց միջոցով հայտնվել են խորհրդարանում։ Հիմա իրենք պետք է լսեն նաեւ իրենց քվեարկածների հայտ մարդկանց կողքը առաջարկը։ Պետք է լսեն այն մարդուն, որ առանց որևէ անձնական հավակնության, բայց իրենց համար մեծ հավակնությամբ ասում են, որ եկեք այս ճանապարհով գնանք։ Եթե ոչինչ չի պահանջում, քվեականների ձայներ չեն պահանջում։ Տեսնում եք, այսինքն այդ չկամությունը ինչ որ քայլ չանելու եւ երեք ես օրինակ չհուսահատվենք էլի։ Այսօր չեն լսում բաղը կլսեն։ Չհուսահատվելը մեկ այլ բան է, դե լավատես լինել, շարունակում ենք լավատես լինել, այսքան կորուստներից հետո իհարկե, բայց լավատեսության համար պետք է հիմքեր նաեւ ունենանք։ Տեսեք, եթե խորհրդարանի Հայաստան խմբակցության անդամները սկսել են երեք մեղադրել, որ այստեղ մենք ուրիշ բան ենք տեսնում, կասկածում են, որ դա միտումնավոր է, արվում նույնիսկ կանոն հնչեց, ասվում են երրորդ նախագահի կողմից սա հատուկ օրակարգ է բերվել իմպիչմենտի հարցը իրենց վարկաբեկելու համար Ռոբերտ Քոչարյանին թիրախավորելու համար։ Արդեն մի քանի ամիս է, պարոն Հայրիկյան, մենք տեսնում ենք երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցների մեջ լուրջ բախում։ Այսինքն այն բանը, որ տարիներ շարունակ կար, որ ասում են իրար չեն հասկանում, չէ, այդ կահակասություն եւ այլն, հիմա դա միանգամից ջրի երես է դուրս եկել։ Եվ արդեն այդ թիմերը բացահայտորեն իրար հետ քննադատում են իրար այնպես, ինչպես ասենք կքննադատեին Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք, ինձ համար շատ ցավալի էր դա տեսնելը։ Հիմա այդ երևույթը իմպիչմենտի պարագայում է արվում։ Երեք Սեյրան Օհանյանը բաց տեքստով ասում է, որ մենք կասկածներ ունենք, իրենք հայտարարություններ էին տարածել, որի մեջ այդ կասկածների մասին խոսում են, որ կասկածներ ունեն, որ դա գալիս է երրորդ նախագահից եւ թե թիմը իրենց ուզում է խայտարակել, որտեղ իմպիչմենտը եթե ձախողեցին,
դա եւ այլն եւ այլն։ Երրորդ նախագահի։ Այո, կապում են Սերժ Սարգսյանի անունն են տալիս։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ, մենք էս ինչ անհասկանալի, ոչ քաղաքական, բայց մեր երկիրը հյուծող, քանդող շրջապտույտի մեջ ենք ընկել։ Ընդ որում այն անձիկ են, այն անձանց քաղաքական ուժերն են այդ բախման մեջ, որոնց հետ մենք հույսեր ենք, չէ՞ կապում, թե չպետք է կապենք։ Ես հույսեր չեմ կապում։ Ես որևէ մեկի հետ հույս չեմ կարող կապել, որն անտեսում է քաղաքացուն եւ մտածում է, թե ինքը քաղաքացուց ավելի կարեւոր է, այդ քաղաքացուց ավելի է հասկանում, թե քաղաքացուն ինչ է պետք։ Որովհետեւ եթե մերժում են այն համակարգը, որ ես ներկայացրել եմ, նշանակում է իրենք ունեն այլ պատկերացում, այդ այլ պատկերացումը չեն տվել, բայց առիթ կլսեք, մեկ էլ կանգնում ասում են, բայց խորհրդարանական համակարգը լավն է։ Բայց տեսնում ես ակնհայտ բան։ Բերում են օրինակներ ու ստում են։ Աշխարհում կա 10 խորհրդարանական պետություն, 70 ավելի նախագահական, մոտ 100 սահմանադրական միապետություն։ Եվ սրանք այդ 10 պետություններ, որ խորհրդարանական են, դրանց օրինակն են բերում։ Սրանք չընդվզեցին, երբ հանկարծ Նիկոլ Փաշինյանն ասեց նոր սահմանադրություն ենք ընդունելու, իրավականորեն կարող էին չընդվզել, ասել գիտես ինչ կա։ Հունաստանում որպեսզի որոշեն, թե ինչ պիտի արվի, ինչ պետական համակարգ պիտի լինի, հատուկ հանրաքվե արեցին։ Իսկ դու ստեղ ինքդ որոշում ես ինչ պիտի արվի։ Այսինքն ամենակարևոր հարցում վերադառնանք այն հիմնական ասածից։ Իրենք ինձ համար կատարյալ չեն եւ նրանց հետ ես հույսեր չեմ կապում, որովհետեւ իրենք չհասկացան, որ օրենսդիր լինելով պիտի հիմնական օրենքը 10-րդական չհամարեին։ Եթե հիմնական օրենքը մարդիկ 10-րդական են համարում, դրանցից ինչ ես զարմանում եմ, որ դուք ասում եք, որ ինչ որ մարդիկ նրանց հետ հույսեր են կապում։ Չէ, նրանք իրենց բիզնեսով են զբաղված։ Իրենց բիզնեսը քաղաքական լծակներ ունենալն է եւ պաշտպանել իրենց շահերը, ցավոք սրտի։ Այլապես նրանք այնքան պարկեշտ կլինեին, որ կասեին, չէ՞ որ մենք շփվել ենք, գործեր ենք արել ժամանակին իրար հետ։ Ի վերջո սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությամբ որ հանդես եկա ու շատ բաներ կարողացա փոխել, համոզելով եմ, չէ՞, իրենք էլ ընդունել են դա։ Իսկ հիմա չկաք, ես բան եմ կորցնելու։ Դուք եք կորցնում։ Բայց երկիրն է կորցնում։ Հա, հենց այդ եմ ասում։ Բոլորս ենք կորցնում, երկիրն է կորցնում։ Հիմա լուծումը ես տվել եմ, ես էլ կամ դեռևս մնացել եմ մի 40 տարվա կյանք։ Ամենայն Ձեզ երկարակեցություն եմ ցանկանում։ Չէ, ես ուզում եմ որ հենց այսօր, ոչ թե 43 այնքան լավ է ասված այդ ասում, այնքան եմ սիրում, որ ասում են ինչ ես ուզում որ վաղը արվի դա, չէ, որ այսօր արվի, ասում են որովհետև 3 պիտի արած լինեինք։ Հիմա 3 պիտի դարած լինեինք, եթե չլիներ այս գաղափարը։ Մի մարդ որ ձեզ մի անգամ տվել է փրկարար գաղափար, եթե 87 թվականին մենք անկախություն թերթը չհրատարակ էինք, Հայաստանը չսկսել անկախական շարժումը, սովետական միության պետությունները կարող է էլի առանձնանային, կարող է վստահ չեմ ասում, որովհետև կարող էր լինել Չինաստանի տարբերակը, բայց այն ժամանակ Հայաստանը դառնալու էր հաստատ պրովինցիա։ Եվ մենք չենք, գիտեք, մեր մտավորականներն էին ասելու, մենք դառնանք Ռուսաստանի գուբերնիա, սա մեր միակ ելքն է։ Այսինքն մի ցեղասպանություն մենք կարողացել ենք շրջանցել մեր ջանքերի շնորհիվ։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Եվ մեր աշխատանքը այնքան ազդեցիկ էր, որ մեզ ընդունեցին որպես ղեկավար կառույց բոլոր ազգերի մեջ, ու դա Հայաստանի դերը նույնպես բարձրացնում էր։ Ամերիկյան սենատը առաջինը Հայաստանինն է, 40 սենատոր, առաջինը Հայաստանի Գերագույն խորհրդի լիազորությունները ճանաչողն եղել է ամերիկյան 40 սենատոր։ Լևոնին էլ ուղարկել եմ այդ թղթերը ես։ Հիմա մի անգամ մեզ դա հաջողվել է։ Աստված բարեհաճ եղել նաև կարող այն տառապանքների համար, որ ես ու ընկերներս գրեցինք, ի վերջո հավատը ապացուցում ես գործերով։ Հիմա էլ եկել այդ բան նորից ինչ որ բան կարելի անել։ Եվ ես կամ ասում եմ եկեք անենք։ Լավ, պարոն Հարկյան, հասկանալի է, շատ կարևոր է, իսկապես պետք է անդադ խոսել այդ մասին եւ փորձել հասկանալ, թե ինչու չկա այդ հարթության մեջ գոնե համախմբում։ Շատ կարևոր ասել։ Մի հատ պիտի ասես, ով է մեր ազգի առաջնորդը, ոչ թե այմի առաջնորդը։ Ով է մեր ազգի առաջնորդը։ Իրենք մեկ ասի Լևոնը, մեկ ասի Ռոբերտը, մյուսը։ Պիտի հարցնես, ուր է առաջնորդել դրանցից որևէ մեկը։ Ինչն է ազգի համար ամենակարևորը, անկախությունը չէ, ով եղել անկախության առաջնորդը։ Հիմա այդ անկախության առաջնորդը աներեսը չի մեռել կա։ Ասում եկեք շարունակենք գործը։ Բայց դուք ինչ աշճանի մեծամիտ տկարամիտ եք ու նաև նախանց, օծ, որ չեք ուզում այդ տարրական բանը մի հատ արձանագրել, ասել լավ տեսնենք ինչ է ասում այս մարդը։ Իսկ հիմա մեր երկրում կա կոնկրետ մարդիկ, որոնք կարող են այդ առաջնորդի այսպես դիտխոսին հավատալ։ Լիքը առաջնորդներ կան այսօր։ Չէ, իրական առաջնորդի մասին է։ Չէ, դրա համար ես ասեցի, ազգի համար ամենակարևոր բանը ո՞րն է։ Իր մակարդակը բարձրացնելը, դառնալ միջազգային իրավունքի ենթակա։ Ով է այդ ուղղությամբ աշխատել, այդ մարդը կենթանի է։ Հիմա այս մարդն ասում է մենք դարձնենք Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը։ Իրենք ասում են հնարավոր չի, ամեն հազար տեսակի ապուշտ։ Ինչի երբ որ ես ասում եմ անկախություն, դուք ասում եք այո,
Այն ժամանակ էլ էիք ասում հնարավոր չի։ Ազգային բանակի համար ինչ կռիվներ էին դրել, պարլամենտում դատում էին։ Ոնց պետք է բանակ պահենք։ Հիմա այդ վիդեոները վերացրել են, բայց ես ունեմ։ Վերացրել են, որովհետև այդ դեպքում իրենց ազգային հերոս կոչվածները պետք է խայտարակ լինեն։ Պարոն Հարիկյան, այսինքն առաջնորդի ընտրության հարցում այդքան էլ վատ վիճակում չէինք լինի, եթե ձեր ասած չլինեին օցերը, նախանձները, քաղաքական ամբիցիայով տառապողները, որոնք փակում են այն մարդկանց առաջ, ովքեր կարող էին հավակնել իսկապես լինել առաջնորդ եւ օգտակար լինել երկրին։ Հա, միայն մի բառ կա, որ դուք ասացիք, ընտրել առաջնորդը չի ընտրվում։ Հետաքրքրական բան է։ Հա։ Ղեկավարներն են ընտրվում, առաջնորդը լինում է Աստծոց։ Աստծոց։ Ես զրո եմ, ես ոչինչ եմ, ես եթե Աստված չկամենար ինձ օգտագործել, ես ով եմ։ Շարքային մի տղա, որ վաղուց պետք է մեռած լիներ։ Բայց Աստված չգիտեմ ինչի տվել է, ես էլ պարտավոր եմ տալ, ու մինչև վերջ փորձում եմ տալ։ Պարոն Հարիկյան, եւ այս հատվածը, եթե խնդրում եմ եզրափակենք, ի վերջո կարճ եթե կարելի է իմպիչմենտի գաղափարը ոնց հասկացա այդքան էլ չեք ընդունում։ Ոչ թե չեմ ընդունում, Փաշինյանին անվստահություն հայտնելու այս պահին հնարավոր է, հնարավոր չէ, ոնց եք որպեսզի գա Ալեն Սիմոնյանը, եթե Ալեն Սիմոնյանը դեր համար ավելի լավ տղա է իմպիչմենտը։ Բայց ինչ է կարծում, որ դրա արդյունքում կգա Ռոբերտ Քոչարյանը պետք է դա իմպիչմենտի արդյունքում։ Իմպիչմենտի արդյունքում պետք է գա մեկը, որը որ պարլամենտական մեծամասնություն կստանա։ Չէ, Փաշինյանին հեռացնելու գործընթաց սկսելու համար։ Հաշվում է ոչ թե 2 քայլ, այլ հաշվում է գոնե 3 քայլ։ Այլապես շախմատին չի մոտենա։ Իմպիչմենտ տարեցիր, Նիկոլը հեռացվեց, հետո այս սահմանադրությամբ գալու է հաջորդ ԿՊԱ-կանը։ Բանեն Արարատ Միրզոյանը թե Արագած արդեն անունը։ Բայց Արարատը չէ դեռևս։ Դեռ Արարատ։ Նայա գալ, դա եք ուզում։ Իմպիչմենտի մասին խոսողները հասկանում եմ, իրենք ուզում են ալիք բարձրացնել, դրա վրա ալիք բարձրանա եւ այդ ալիքի վրա այդպես չի։ Հա, այդ ծրագիր ունեցողը ծրագրին է ներկայացնում։ Չէ, բայց եթե փողոցից լինում է ճնշում, հնարավոր չի լինում ընդհանրապես իշխանափոխություն իրականացնել։ Հա, իշխանափոխություն ով է գալու իշխանության։ Հաջորդ Նիկոլը, ուրիշ ոչ ոք, այս սահմանադրությամբ։ Իդիոտ պետք է լինես, որ դա չհասկանաս։ Լավ, շնորհակալ եմ, հետաքրքիր մեկնաբանություն էր։ Անցնենք առաջ, ընտրություններով դուք կարծում եք հնարավոր է իշխանություն փոխել։ Վերջի շրջանում հղում են անում, օրինակ ասում են Գյումրիում տեսակ ինչ եղավ։ Հնարավոր է փոխել, բայց մի մասն էլ ասում է, որ ոչ, հնարավոր չէ, որովհետև մենք ունենք մի իշխանություն, որը պատրաստ է 1000 ու մի կեղծարարության, միայն թե պահի իր իշխանությունը։ Այս մարդիկ պատրաստ են նաև հայրենիք տալ, որպեսզի պահեն իր իշխանությունը, իրենց իշխանությունը։ Նրանցից ո՞նց է հնարավոր իշխանափոխությամբ, ընտրություններով իշխանափոխություն։ Մեծագույն ձեռքբերումն այն է, որ ամեն ինչ հանգեցնում են աթոռակռվի։ Չհասկանալով, որ այդ աթոռակռիվը 10-րդականն է։ Այո, եղել են ազգեր, շատ քիչ, 100-ից մեկը, իսկ պատմական երևույթների մեջ ասեմ, 1000-ից մեկը կարող է եղել է դեպք, որ ինչ որ անհատ, իսկապես մեծ անհատ, հզոր անհատ, կարողացել է իր անհատական ներդրումով հանրային կյանքը բարելավել։ Մասնավորապես Սինգապուրի պրեմիեր-մինիստրը։ Մյուս դեպքերում համակարգն է արել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դե շատ ընկերներ ունեի, բայց բարձր մակարդակի նաև։ Մեկը մի անգամ ասաց, Ամերիկան ոչ թե դեմոկրատական է, որովհետև հզոր է, այլ հզոր է, որովհետև դեմոկրատական է։ Եվ դեմոկրատիան ասած ճիշտ է, քո ասածին չի համապատասխանում, մեր պարլամենտը ընտրվում է մեծամասնական սկզբունքով։ Բայց որ իշխանությունների տարանջատումը հստակ դրված է, որ ամբողջ պետական համակարգը չի դառնում մեկ բռունցք։ Դա քաղաքացիներին հնարավորություն է տվել իրենց դժգոհությունը ժամանակին արդեն։ Կոնգրեսը ամերիկյան ներկայացուցիչների պալատը 2 տարին մեկ ընտրվում է։ Թարմացնում են մշտապես, որ սխալ է պահել, դուրս գա, բյուջեն հաստատող կառույցն է դա։ Ուրեմն այս երևույթը մենք պետք է հասկանանք։ Բոլոր նրանք, ովքեր հիմնական օրենքը թողած ուրիշ բանով են զբաղվում են այն բանով, որ վայել չի զբաղվել, էլի։ Դες երեխա չի ծնվի, եթե դրանով զբաղվես։ Իսկ եթե ուզում ես, որ երեխա ծնվի, այսինքն եթե ուզում ես, որ արդյունք լինի, պիտի հիմնականը չանտեսես։ Էլի եմ ասում, ովքեր իշխանափոխության համար պայքարում են, դա իրենց իրավունքն է, բայց դրա համար են քաղաքական գործիչ։ Բայց եթե դա պայքարը։ Հիմա ընտրություններով որ փոխես, մնում է նույն համակարգը։ Այս նույն համակարգում պատկերացրեք Ռոբերտ Քոչարյանը, որ ինչ որտեղից 300 միլիոն պարտքից խոսեցին, Գազպրոմի, թե Սերժ Սարգսյանը 20% տվեց։ Եվ Հայաստանի գազի բաժնետեր լինելը վերացավ։ Ով էր այդ պարտքը, ինչպես էր գոյացել։ Որովհետև իշխանությունների հակակշիռ չկար, որ վերահսկեին իրար։ Հիմա իսկ այստեղ առաջարկում եմ մի բան, որտեղ ոչ մի սխալ քայլ չես անի։ Կամ ինչի պիտի մեր երկաթուղին առանց որևէ բանի պատկանի Ռուսաստանին, որի պրթե ինչ որ բաներ անի։ Ատոմակայանը պիտի կառավարվի։ Այս ինչ օին բազոց, այս ինչ կապիկություններ են։ Այդ բոլորը պետք է տեղափոխվի այլ հարթություն։ Քաղաքացին պետք է կամ մեր հանքերը։
Մենք որ ասում ենք աղքատ երկիր ենք, մի հատ տեսեք ինչքան օգուտ են ստանում, միլիարդներ են ստանում։ Աղքատ երկիր ենք, 20%-ը իմացաք չէ՞ մոլիբդենի 20%-ը ինչ գումարներ բերեց, ընդամենը 20%-ն էր մի հանքավայրի։ Այդպես ասել են, մեզ խափում են, որովհետև իրենք տերն են դարձել իշխանության, ուզում են էլի տերը մնալ։ Այդ ոնց է դառնում երկու կոստյում չունեցող մարդ հանկարծ միլիարդատեր է դառնում իշխանության միջոցով։ Այդ երևույթները այս համակարգը ավելի կնպաստի դրան։ Ուրեմն եթե չես զբաղվում սահմանադրությամբ բարեփոխումով, այն դեպքում, երբ քո ազգային առաջնորդը, չեմ ասում այեմ առաջնորդը, ազգային առաջնորդը, քո անկախության առաջնորդը քեզ բան է ցույց տալիս, ու դու չես միանում դրան, նախ ճակատիդ գրի, որ դու դավաճան ես, Նժդեհի անունն էլ չտաս, Նժդեհին էլ նույնքեր դու պիտի դավաճանեիր։ Եվ որպես եզրափակում նաև այս հարցը շարունակեմ, երեք Ալեն Սիմոնյանը շատ այսպես ինքնավստահ ասում էր, եթե այս շաբաթը լինեն ընտրություններ, նորից ԿՊ-ն շատ մեծ ձայներով հաղթելու է, վստահաբար ասում էր, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է, բոլոր հարցումները եւ նաեւ մեր շփումները ճիշտ հակառակի մասին են իհարկե խոսում, եւ վստահաբար նույն կերպ նաեւ ասում էր, որ մենք 2006 թվականին ավելի մեծ տոկոսով կարող ենք հաղթել։ Այս վստահությունը որտեղից։ Ուրեմն, եթե իրենք Մուկուչյանին օգտագործեցին ու գցեցին, եւ Մուկուչյանը գլխավոր կեղծարարը իրենց համար բնական էր, ուրեմն մենք հասկանում ենք, թե ինչ տեսակ ընտրությունների մասին են իրենք խոսում։ Եթե Նիկոլ Փաշինյանը էլի պիտի վարչապետի պաշտոնակատար աշխատելով այս դեպքում իհարկե այդ հերթական ընտրություն լինի, այդ խնդիրը չկա, բայց ինքը իշխանազավթ է։ Դա էլ մեկ այլ պատասխանատվություն է, քրեական գործ, որովհետև երբ ինքը չընտրվեց, իսկ իր չընտրվել այնքան ծանր հետևանքներ ունեցավ, որ նոր ընտրություններ պիտի լինեին Հայաստանում, բայց հանկարծ մնաց պաշտոնակատար։ Դա այն դեպքում, երբ կար առաջին փոխվարչապետի պաշտոն, ում պիտի փոխանցվեր այդ անցումային շրջանում։ Հիմա դուք որ ասում եք, էլի կընտրվեն իրենք նաև սահմանադրություն են, չէ՞ ուզում։ Դուք կարծում եք Նիկոլ իսկապես ուզում է, որ նոր սահմանադրություն լինի։ Դե ես կարծում եմ, որ ինքը Ալիևի պահանջն է կատարելու։ Հիմա ինքը դրանց մասին խոսում է, բայց ինքը շատ լավ գիտի, որ ինքը ինչ էլ առաջարկի, դա մերժվելու է։ Այսինքն բայց կարող է կեղծ սահմանադրության համար 51% է պետք։ Իրենք եթե չվախենային, այդ կայուն մեծամասնության դրույթը կհանեին, իսկապես դա ապօրինի է, դա հակասահմանադրական դրույթ է, չեն հանել։ Ուրեմն իրենք մտածում են գործող օրենքով ու սահմանադրությամբ, կայուն մեծամասնության սկզբունքով, իրենք կստանան 21%, տարբեր լակոտ լուկուտների կդարձնեն կուսակցապետեր, նրանք էլ իրենց կուսակցություններով կմտնեն, ամեն մեկին կտան 7-10%, կստացվի, որ քաղաքական ուժերի մեջ իրենք ունեն, եթե արդարությանը մի քիչ մոտ անեն, ունեն 25-30%, բայց քանի որ առավելություն ստացած են, գիտեք չէ, կապիկություն կա սահմանադրությամբ նախատեսված, իրենք դրա համար են դա պահպանում։ Ուրեմն այդ վստահությունը կներեք այդտեղից է գալիս, որ հաստատ ընտրվելու ենք 2026 հաղթելու ենք։ Տեսեք, իրենց կողմնակիցները հանձնաժողովում նշանակած խորհրդում սահմանադրական առաջարկեցին փոփոխություն կատարել։ Գոնե հիմա այդ կայուն մեծամասնության հակասահմանադրական դրույթը հանել։ Չհանեցին, որովհետև դա իրենց վերջին միջոցն է։ Գիտեք, ասենք իրենք ունեն մի բան, կեղծելու են, խաբելու են, համոզելու են, կաշառելու են, ստանալու են 51%, 1։ Պլան B։ Լինելու են 30%, բայց կայուն մեծամասնությամբ այդ պլան B-ն իրենք չեն վերացրել, ու չեն վերացրել այդ վախից ելնելով։ Բայց խորհրդարանական ընդդիմությունը այսպես պարակտված գժտված ընդդիմության դաշտում նաև ֆինանսավորման բացակայության պատճառով գործերը այնքան բան չեն, որ որևէ ուժ առանձնանա, իրենք ետել են իրենց ձեռքի տակ կուտակում ու դրա հետ հույսեր են կապում երկու կողմն էլ։ Այնպես կարող է լինել, որ ասենք ինքը ստանա 25%, մյուսները կստանան 20-21%։ Եվ ինքը դառնում է դրության տերը։ Այդ նախատեսված է սահմանադրությամբ։ Դրա համար բոլոր գիտակից մարդիկ մի բան ունեն, հասկանալ, թե ինչ է ասում իրենց ազգային առաջնորդը։ Իսկ ուրիշ պատկերացումներով գնացողներին ես ոչ չեմ դատապարտում, բայց ասում եմ, որ իրենք չեն հասկանում, որ այս սահմանադրության պայմաններում մենք հաջողության որևէ հույս ու հեռանկար չունենք։ Այսինքն հիմա կարող ենք այսպես ձեր որպես կոչ ձևակերպել ձեր խոսքը 2026-ին ընթառաջ հետևյալ առումով։ Ես Նիկոլի խաղը չեմ խաղում, 2026-ին ընթառաջ չէ, 2025 թվականին պետք է շատ արագ համախմբվել, կարող են ինձ հետ առանձին խոսել, պարտադիր չի բոլորը միասին, որտեղ իրար այնպես են ատում, ոնց որ
Հայն ու թուրքն են իրար։ Առանձին եկեք պայմանավորվենք, գործողությունների ծրագիրը միասին մշակենք 4 ամիս հետո ունենանք նոր ընտրություններ։ Չխաղանք հակառակորդի խաղը։ Իսկ այն որ Նիկոլը հակառակորդ է, բոլորս գիտենք։ Դուք փորձառու գործիչ եք, տարիների այսպես բոլոր փորձություններով անցել եք բանտային տարիներ։ Ամենակարևորը որ հաջողության հասցնելու ունա գործիչը։ Մենք չունենք գործիչ, որը իր նպատակները իրականացրած լինի, նպատակաթոր վերցնելը չի։ Հայրենիքը դարձնի անկախ ժողովրդավարության ճանապարհով, չկա այդպեսի բան։ Ես հիմա ուզում եմ, որ ձեր տեսակը կարողանա այս, չգիտեմ, հնարավոր կլինի թե չէ, գուցե այսպես ռոմանտիկ մի բան եմ ասում։ Հնարավորություն չեք ունենա ի վերջո համախմբողի դեր կատարել, չլինելով առաջնորդ, հա, ուղղակի ինչպես դուք ասացիք, ես չեմ ուզում դառնալ վարչապետ, բայց համախմբել այս խայտառակ այս սպառակտվածությունը, երկրորդ, երրորդ նախագահների թիմերի այդ բախումը մեզ տանում է պետականության ոչնչացման։ Մենք բոլորս պետք է դա գիտակցենք, չէ՞, ինչ որ մի պահի հնարավոր չէ, որ մեկը ձեռքը խփի այսպես սեղանին ու ասի ստոպ տղաներ, այս ինչ ենք անում։ Դուք երևի հիշում եք 96 թվականին ես նախագահի հիմնական տեխնացուն էի, որտեղ նախորդ ընտրություններում եղել էի երկրորդը։ Ես այդ դերը կատարեցի եւ Վազգեն Մանուկյանին առաջ մղելով, հիշում եք, չէ՞։ Ես իմ տեխնացությունը հանեցի։ Իսկ ես ոչ միայն դրան պատրաստ եմ, այլ մի մարդ, որը տասնամյակներ զբաղվել է քաղաքականությամբ առանց իշխանության մասին մտածելու, նրա համար դա հեշտ է։ Տեսեք, այսօր ասում են, պիտի սրան հեռացնենք, որ ամեն ինչ լավ լինի։ Բայց ես այն թվերին չէի ասում, պիտի ես գամ իշխանության, կամ պիտի Բրեժնևին հեռացնենք, որ ասում է Հայաստանը պետք է անկախ լինի այս ճանապարհով։ Նույնը այսօր իհարկե պատրաստ եմ այդպիսի բանի։ Որ ասում եմ, որ ես վարչապետ չեմ լինի, ես նկատի ունեմ այս սահմանադրությամբ ես վարչապետի աշխատանքների չեմ հավակնի, բայց միավորել բոլորին էլի կարող եմ։ Միավորել։ Դե քանի ուշ չէ, որովհետև օրինակ հունվարին ասուլիս էր հրավիրել։ Բայց դուք գիտեք, որ իրենք բան են, ներողություն որ ընդհանրում են, բայց իրենք դրան պատրաստ պիտի լինեն։ Ես որ պատրաստ եմ, ինչ օգուտ։ Հենց դա է խնդիրը։ Հնարավոր չի վերջով մի հատ այդ ամբիցիաները կոտրել, հստակ, չգիտեմ, ես չես կարող։ Իշխանը սատկածին չես կարող մարդ դարձնել։ Եթե մեկը սատկած է, ոչ թե մեռած, տարբերությունը գիտեք։ Եթե սատկած է աթոռի համար, գիտի որ դա իր ապրուստն է, իր հնարավորություն իր ապագան տերերին հաճելի լինելու միակ միջոցը, դրան ո՞նց կարող ես օգտակար լինել։ Թուրքը մտավ երկիր այդ աթոռը։ Ոչինչ, թող թուրքը մտնի, մենակ թե ինքը իշխանությունը չտա ուրիշին։ Նրանք դրան մասին են մտածում։ Հայտարարեց, որ 2026-ին պատրաստվում է ընտրությունների մասնակցել եւ բազմաթիվ քննադատություններ եղան, հետեւյալով որ 21-ին էլ հայտարարեցիք, գնացիք, որ հաղթելու եք, կրելու եք, հա, ինչպես ինքները, եւ չկրեցիք, եւ պարտվեցիք, հա, բայց ստացվում է ինչ, նորից դուք պատրաստվում եք 26-ին, վստահության ոչ անհրաժեշտ, նորից պատրաստվում ենք օգնել Նիկոլին։ Հաճապանյաններ, չէ՞, ասում էր Սերժ եւ Ռոբերտը օգնում են Նիկոլին։ Գիտեք, մի ասած հարց տանք։ Հայաստան անկախ պետության ղեկավարներ են եղել։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ ծրագրով դարձավ Հայաստանի անկախ հանրապետության ղեկավար, չեք կարող ասել։ Արցախը չէր։ Արցախը լուծված հարց էր, չէ՞, սովետի օրոք էր դեռ լուծվել միավորման հարցը։ Ավելի վատ եթե Արցախն էր։ Այդ մարդը հետո ասաց, որ ամբողջ աշխարհը դեմ էր Արցախին, ասիկան դու որ ստում է։ Հաջորդը Ռոբերտ Քոչարյանը։ Բոլորի համար հիմնախնդիրը բանն էր, Արցախի հարցի լուծումը։ Բայց տարրական բան կար, չէ՞։ Արցախը կամ պիտի միանա Հայաստանին կամ լինի անկախ։ Որ քայլն արեցիք, ոչ նա։ Թողեցիք տարտամ, իսկ դա անորոշը միշտ օգտակար։ Չէ՞ որ Հայաստանը ի վիճակի էր գոնե աշխարհում մի 10 պետություն գտնել, որ կճանաչեին Արցախի անկախությունը։ Այն նոր ինքնորոշված պետությունները աֆրիկյան, որ նոր էին ստացել, գոնե նրանք մակում կասեին մենք այդպես անկախացել ենք, Արցախին էլ ենք ճանաչում։ Գոնե մենք այդ քայլը կանեինք էլի ճանաչելով անկախությունը Արցախի։ Այսինքն Արցախի ինքնորոշումը իբր թե ճանաչում ենք, բայց Ռոբերտին եթե Լևոնը չբերեր, այդ որ ասում եք ուզում է նորից մասնակցել, ինքը քաղաքականության մեջ որևէ դեր կունենար 0-ից բացի։ Լևոնը բերեց, Լևոնին KGB-ն բերեց Կրիչկովն ու բանը, Լևոնը բերեց Ռոբերտին, Ռոբերտը բնականաբար 10 տարի լրացավ պիտի գնար։ Հիմա ես ուզում եմ ասել, կա մի ազգային ծրագիր, որ այդ մարդիկ ներկայացրած լինեն, չեն արել։ Բազմակուսակցականությունը իրենց չի հետաքրքիր։ Միշտ ասում են, մեր հիմնախնդիրը Արցախն է։ Բայց որ Արցախն էր ձեր հիմնախնդիրը, ինչի՞ չլուծեցիք այդ խնդիրը։ Պարոն Հարկյան, ավարտենք հետևյալ հարցով, որը չեմ կարող չտալ։ Թեպետ հնարավոր է քիչ դժվար եմ պատկերացնում, որ կարճ հնարավոր է տալ, բայց որքան հնարավոր է կարճ պատասխանեմ ակնկալում։ Իսկ ով բերեց Նիկոլ Փաշինյանին։ Ես 100%-ով չապացուցվող փաստեր բերել չեմ կարող, բայց ակնհայտ է բոլորիս համար, որ
Նիկոլ Փաշինյանի ճանապարհը ինչպես նախկինները հաջորդների համար էին հարթում, այդպես էլ ռադիոյի տնից հետո ինձ համար ակնհայտ դարձավ, որ երբ ռադիոյի տան վրա հարձակումից հետո որևէ քայլ չձեռնարկվեց, ես հասկացա, որ նախորդ իշխանությունները ինչ որ, բայց դա այն բամբասանքների ոլորտից է, ինձ համար կարևորն այն է, թե ինչպես հեռացնել, վերացնել սերժիզմ, նիկոլիզմը Հայաստանից, ես նկատի ունեմ սահմանադրությունը, Սերժ Սարգսյանը ինձ համար շատ բավական հաջող դրսևորումներ ունեցած մարդ է նաև։ Նույն նաև Ռոբերտ Քոչարյանի, նույն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մասին կարող եմ ասել որոշ ոլորտներում, որոշ դեպքերում ընտիր կեցվածքների եմ առնչվել, բայց ամենակարևոր հարցում ազգային անվտանգության եւ ազգի առաջընթացի հարցում նրանք միշտ եղել են բացասական տեղում։ Համենայն դեպս ես ինքս որպես լրագրող այս պահին ձեր իրավունքն է։ Ուզում եմ, որ դուք որպես փորձառու քաղաքական գործիչ այս իրավիճակում գտնեք ելքեր, դուք գտնող տեսակ եք, գտեք ելքեր, որպեսզի մենք պետություն փրկենք։ Այն ասացվածքը հիշում եք, չէ, ասում է դու կարող ես ձիուն մոտեցնել, կարծեմ արաբական ասացվածքի ջրին, բայց չես կարող ստիպել, որ ջուրը խմի։ Հիմա դա ինձնից կախված չէ։ Ես առաջարկում եմ մարդկանց, պատրաստ եմ ձեզ հետ աշխատել, այդ կազմակերպական հարցերն էլ, իշխանական հարցերն էլ ժամանակավոր է դա լինելու, որովհետև մեր սահմանադրությամբ միանգամից ժողովուրդը պետք է ընտրի, եւ մենք այդ կապիկություններից զերծ ենք մնում։ Ինձնից կախված արել եմ ու կանեմ, հիմա ձեր միջոցով էլ նաեւ մեր հայրենակիցներին եմ ասում, ինչպես են 20 տարին, որ կորցրի բանտերում կորած չեմ համարում, այդպես էլ այսօր ամեն քայլը, որ պատրաստ եմ անել, էլի կորած չեմ համարի, միայն մարդիկ ճիշտ հասկանան։ Շնորհակալ եմ, պարոն Հայրիկյան, ինչպես միշտ ձեզ հետ իմ հարցազրույցները լինում են շատ անկեղծ եւ ես էլ շատ ինֆորմացիա եմ ստանում եւ շատ տեղեկատվություն եւ խորհուրդներ եք դուք փոխանցում մեր ունկնդրին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Վերհիշեցնեմ, այսօր մենք հետաղավարում ես զրուցում էի ԱԻ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։